Շարունակում ենք ռեֆորում 2026 աշխատարանի մեր հանդիպումները, մեր այս հանդիպման հյուրն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, մենք պարոն Թորոսյանին բացի նախարարության գործունեությունից նաև խնդրել ենք խոսել նախընտրական պրոցեսների մասին, նաև քաղաքացիական պայմանագրի նախընտրական օրակարգի մասին, պարոն Թորոսյան, նախ շնորհակալություն, որ մեր հրավերը ընդունել եք, ես զուտ կարճ ներկայացնեմ հանդիպման ձևաչափը ու անցնենք արդեն ըստ ընթացակարգի։ Կխնդրեմ սկզբից դուք կարճ 5 րոպե ընթացքում ներկայացնեք որն է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական օրակարգը, ինչով եք դուք տարբերվում մյուս կուսակցություններից եւ ինչու պետք է մարդիկ ընտրեն ձեզ, եթե այսպես կարճ ձևակերպենք։ Դրանից հետո մասնակիցները on-line հերթագրվում են եւ մենք ըստ հերթականության նրանց հարցեր ուղղելու հնարավորություն ենք տալիս։ Կխնդրեմ հնարավորինս կարճ պատասխանենք մասնակիցների հարցերին, որովհետեւ ունենում ենք բազմաթիվ հարցեր, որոնք չեն կարողանում մասնակիցները հնչեցնել ժամանակի սղության պատճառով։ Ընդհանուր ձևաչափը այսպես է, առաջարկում եմ սկսեք նախաբանով, ներկայացնեք քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական օրակարգը, իսկ մասնակիցներին արդեն խնդրում եմ գրանցվել, եթե չեմ սխալվում, արդեն իսկ գրանցման հայտաձևը բաց է։ Շնորհակալություն, բարև ձեզ սիրելի ընկերներ, ուսանողներ, գործընկերներ, ինձ շատ հաճելի է ձեր այդ այսօր շփվելը, որտեղ ես ձերպես ուսանող եմ եղել եւ ոչինչով չեմ տարբերվել ձեզնից, հակառակը տենց ձերպես ակտիվ եմ եղել ժամանակին 2000-ականների սկզբից մինչև ես 2004-ին եմ ավարտել։ Դե ես Արսեն եմ Թորոսյան, հիմա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն եմ, նախկինում եղել եմ ազգային ժողովի падգամավոր, սկզբում Եվրոպական ինտեգրման հանձնաժողովում, հետո առողջապահության հանձնաժողովի նախագահն եմ եղել, դրանից առաջ եղել եմ վարչապետի աշխատակազմի ղեկավար կարճ 6 ամիս, դրանից առաջ էլ եղել եմ առողջապահության նախարար մոտ 3 տարի։ Իմ մասին, եթե կարճ այսքանը, եթե հարցեր կլինեն կպատասխանեմ իհարկե։ Իդեպ ժամանակի առումով կարանք ժամ պահենք, որ բոլորին հավասարաչափ հասնի, ես կողմ եմ տենց ռեգլամենտին, թեև հաճախ տենց գայթակղությունը մեծ է ժամերով խոսալու։ Դե ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ եմ, նաև վարչության անդամ եմ, վերջի 3 վարչությունների անդամ եմ եղել, այսինքն արդեն 19 թվականից վարչության անդամ եմ, համարյա 7 տարի է։ Եվ ակտիվորեն մասնակցում եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության, հենց կուսակցական եւ քաղաքական գործունեությանը, այսինքն ոչ միայն մեր նախարարության գործերին։ Եվ մենք հիմա բոլորդ գիտեք, որ գտնվում ենք նախընտրական փուլում ու իմ կարծիքով շատ պատմական, գիծ, չեմ ուզում այս բառը չեմ սիրում, բայց պետք է այսօր ասեմ, ճակատագրական փուլում, որովհետև քաղաքական ուժերը այսօր դիրքավորվել են մեր նախընտրական քարոզչության շրջանակներում, կարծես թե այն բանի շուրջ մի մասը, որ մենք ենք ասում, իրանք մենք ենք հիմնականում եւ որոշ քաղաքական ուժեր եւ ընդդեմ այն ամեն ինչի ինչ որ մենք ենք ասում։ Իսկ ինչ ենք մենք ասում։ Մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը որպես միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտ իր բոլոր ատրիբուտներով, հատկապես տարածքային ամբողջականությամբ, 29743 քառակուսի կիլոմետրով մեր հայրենիքն է։ Հայաստանի Հանրապետությունն է մեր հայրենիքը, մեր ճանաչված հայրենիքը, որ մենք երկար տարիներ փնտրել ենք եւ վերջապես գտել ենք։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք այդ հայրենիքը ամուր պահելու, զարգացնելու, շենացնելու, ուժեղացնելու եւ այլ հայրենիքներ չպետք է փնտրենք, որտեղ մենք ունենք արդեն հայրենիք։ Ինչ ենք դա ասում, որտեղ երբ որ մենք փնտրում ենք այլ հայրենիքներ, այդ թվում պատմական, մենք ստորադասում ենք մեր իրական այսօրվա հայրենիքը, պատմական եւ վիրտուալ հայրենիքներին, մոտավորապես այն տրամաբանությամբ, որ մենք անդադար մեր բակը, մեր տունը պահում ենք շատ վատ վիճակում, բայց ձգտում ենք մեր հարևանի կամ կողքի թաղամասի բակերին, ասում ենք մենք ուզում ենք որ նա էլ մերը լինի, բայց նույնիսկ այն ինչ որ մերն է, մենք չենք խնամում, հոգ չենք տանում։
Եվ երկրորդը դրա համար շատ կարևոր բաղկացուցիչ է խաղաղությունը եւ մեր հարևանների հետ ապրել կարողանալու ունակությունները առանց արտաքին միջամտության։ Էլի շատ կենցաղային օրինակներ կարելի է բերել, հուսով եմ հարց ու պատասխանի ժամանակ առիթ կլինի սրա մասին շատ խոսալու, բայց երբ որ մեզ անդադար ասում են, որ դուք ունակ չեք, որպես պետություն, ժողովուրդ, ապրել ձեր հարևանների հետ առանց որևէ մեկի միջամտության, դա կլինի Մոսկվա, Բրյուսել, Վաշինգտոն, Տոկիո, Պեկին, կարևոր չի, կներեք, բայց դա շատ ստորացուցիչ վերաբերմունք է մեր ժողովրդի նկատմամբ, որտեղ մենք կարանք ապրենք։ Ոնց որ շատ այլ ժողովուրդներ, մենք ոչինչով չենք տարբերվում աշխարհի շատ ժողովուրդներից։ Կամ շատ քիչ բանով ենք տարբերվում, հա մշակութաբանորեն, լեզվով եւ այլն։ Բայց որպես մարդ արարած, որ կարա այլ մարդ արարածների հետ շփվի, շատ բանով չենք տարբերվում, նույն ԴՆԹ-ն ունենք, վստահ եմ գիտեք, եւ կարանք մենք ինքներս սովորենք, որը դժվար է, հեշտ չի, որտեղ անդադար մեզ 100-ամյակներ ասել են, որ դուք չեք կարող դա անել, ապրել մեր հարևանների հետ համաշխության մեջ, ոչ մեկ չի ասում բարեկամության, եղբայրության, այլ առնվազն ոչ թշնամության, հա, ոչ թշնամության մեջ։ Եվ այս իմ ասած երկու բանին հակադիր են շատ քաղաքական ուժերի թեզեր։ Հիմա ես մեր նախընտրական քարոզարշավի կամ նախընտրական ծրագիրի ամբողջությամբ իհարկե չեմ պատմի, բայց այս երկու կարևորագույն բաներն է՝ իրական Հայաստան եւ խաղաղություն։ Ու ինչպես ինձ դուք առաջարկեցիք, ես այդտեղ կան կառնեմ եւ կպատասխանեմ ձեր ցանկացած հարցի, այն հարցերն են, որոնք որ չեմ կարողանա պատասխանել, չեմ ամաչի ասել, որ չգիտեմ, միգուցե ինձ իմ ոլորտայինը չլինի, այն ինչ որ կիմանամ, կփորձեմ ազնվորեն պատասխանել, որտեղ համարում եմ, որ մեր ընդհանրապես քաղաքական ուժերի ամենամեծ ուժը դա ազնվությունն է եւ նույնիսկ սեփական սխալները ընդունելուց ազնվությունը, որտեղ անսխալական ոչ մեկ չկա։ Շատ լավ, շնորհակալություն նախաբանի համար, մենք արդեն իսկ ունենք բազմաթիվ գրանցվողներ եւ առաջին հարցի համար Սրաբ Գևորգյան։ Շնորհակալ եմ, բարև ձեզ, ես Սրաբ Գևորգյանն եմ Գյումրու ֆոտոն վարժարանից, ուրեմն պարոն Թորոսյան, հարցս հետևյալն է։ Ձեր քաղաքական ուժի կողմից հաճախ քննարկվել է այն հարցը, որ ընտրությունների վերջնարդյունքը կարող է ազդել երկրի անվտանգային հարցերի վրա, եւ շատ հաճախ այդ խոսակցությունները եղել են մենք կամ պատերազմ նարատիվի շրջանակներում։ Արդյոք այս միտքը ժողովրդին չի դրդում այն մտածմունքին, որ Հայաստանի անվտանգային համակարգը այդքան էլ լավ զարգացած չի, որովհետեւ անվտանգային հարցերը կախված են ինչ-որ անհատներից կամ քաղաքական ուժերից եւ ինչպես կմեկնաբանեք այն քննադատությունը, որ անվտանգային թեմաների վերաբերյալ շեշտադրումները երբեմն դիտարկվում են որպես քաղաքական լծակներ եւ մանիպուլյացիաներ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Նախ թե նախընտրական շրջանում եւ թե ընդհանրապես քաղաքականության մեջ ամեն ինչ օգտագործվում է։ Եկեք այդ ֆիքսենք, ցանկացած նարատիվ։ Բայց մենք ինչ ենք ասում, մենք չենք ասում կամ մենք կամ օրինակ ջրհեղեղ, հա, ոնց որ, չգիտեմ, Լյուդովիկոս 14-րդն են ասում կամ մեզնից հետո ջրհեղեղ է լինելու։ Մենք ասում ենք հետևյալը, ես մի քիչ առաջ քիչ անդրադարձա։ Ասում ենք, որ կա խաղաղություն հաստատված, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա։ Տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, սահմանների անխախտելիություն, Ալմատի հռչակագիր, որով մենք անկախացել ենք սովետական միությունից, ու ասում ենք, որ այդ խաղաղությունը այնքան կարևոր եւ նոր ստեղծված է, որ մենք պետք է հոգ տանենք, խնամենք, զարգացնենք այդ մեր ասած սկզբունքների վրա։ Ու ասում ենք, որ կան քաղաքական ուժեր, որ ասում են դա լավ խաղաղություն չի, դա արժանապատիվ խաղաղություն չի, մի կուսակցությունն է ասում, մյուսն ասում է դա ուժեղ խաղաղություն չի, այն մյուսն էլ ասում է դա երաշխավորված խաղաղություն չի։ Ուղիղ 3 բառ են ասում այդ 3 տարբեր հիմնական մեր մրցակից ուժերը։ Ես էլ անդադար ասում եմ, սիրելի ընկերներ, խաղաղությունը այնքան բովանդակային ու համապարփակ բառ եւ հասկացություն է, որ իրան ածականներ պետք չեն։
Խաղաղությունը ածական չի սիրում, խաղաղությունը կամ կա կամ չկա, եւ եթե հատկապես այն բանա, ասեցի, միջազգային իրավունքի վրա է հիմնված եւ այդ ենք ասում, մենք ժողովրդը ազնվորեն խոսում ենք, մենք եթե դա շանտաժի էլեմենտի մասն է, ես ուղղել ասում եմ, շանտաժ չենք անում, ասում ենք ընտրեք ժողովուրդ ջան, իրենք ասում են պետքա բանակցել, վերաբանակցել, հիմա այդ վերաբանակցելը ինչի կբերի, մենք կարող ենք ենթադրել, որ վերաբանակցելը կբերի կոնֆլիկտի վերսկսման միգուցե միանգամից ոչ ռազմական գործողությունների ձևով, այլ ձևերով, գիտեք, կոնֆլիկտները սկզբից տնտեսական են լինում, հետո թեթև կարակոծներ կան, հետո լայնամասշտաբ կան, մենք էլ ասում ենք, մենք ձեզ առաջարկում ենք հաստատված խաղաղության շարունակականություն, որի մասին հոգ կտանենք։ Բայց դուք մի հատ ուրիշ բան ասացիք, որ ասիկ անվտանգային համակարգերը մի մարդուց են կամ մի ուժից են կախված, տես չի։ Անվտանգային համակարգերը ոչ մի մարդուց, ոչ էլ մի ուժից կախված չեն եւ անվտանգային համակարգը մի բան էլ չի։ Օրինակ բանակը չի միայն անվտանգության երաշխավորը որևէ երկրի, ամեն ինչ է։ Տնտեսությունը, տնտեսական կապերը նույնիսկ այլ երկրների հետ շատ ավելի մեծ երաշխավոր են անվտանգության, քան զինված ուժերը ու նույնիսկ դիվանագիտությունը, որովհետև ոչ մեկ չի ուզում պատերազմի մի երկրի հետ, որի հետ որ ինքը առևտուր անում եւ նաեւ շահը ունենում դրանից դրա համար ենք մենք նաև ուզում բացենք ճանապարհները շատերի հետ առևտուր անենք մեկից կախվածությունը փոխարինենք մեկ ուրիշով եւ ստեղ շատ པարզ է էլի ամեն ինչ ասում ենք եթե հնարավոր է իրար հետ հարաբերվել նաև տնտեսական կապերով հետագայում միգուցե շատ հետագայում երբ որ այդ թշնամանքը ամբողջությամբ կանցնի նաև այլ կապերով հա հումանիտար եւ այլն եկեք դա ընտրենք ոչ թե անդադար կոնֆլիկտային տրամաբանությունը ասելով որ քանի որ մեզ ժամանակին 100 տարի առաջ ցեղասպանել են մի 20 տարի առաջ էլ բան են արել ուրիշ տանջանքներ են պատճառել հազարավոր մեր քույրեր եւ եղբայրներ են զոհվել անverջ մնանք այդ տրամաբանության մեջ ես փորձում եմ շատ եթե արագ եմ խոսում կամ շատ կարճ եմ պատասխանում ինձ ասեք որ տեղավորվեմ էլի շնորհակալություն Չէ, կարծում եմ բավականին լավ տեմպով ենք առաջ շարժվում հաջորդ հարցի համար Միասնիկ Խաչատրյան Շնորհակալություն պարոն նախարար, ես Միասնիկ Խաչատրյանն եմ Հայաստանի ամերիկյան համալսարանից։ Իմ հարցը վերաբերվում է վերջերս Պետրոս Ղազարյանի մոտ տված ձեր հարցազրույցին։ Նախ սկսեմ այն հանգամանքից, որ 2025 թվականի դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը Բաքվում միջազգային հանձնաժողովի շրջանակներում ելույթ ունեցավ եւ ասաց, որ Հայաստանում ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը օրինական պահանջն է Ադրբեջանի եւ շատ կարեւոր հանգամանք է խաղաղության օրակարգում, ինչպես նաեւ ըստ միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուսի 8-րդ հոդվածի ռազմական հանցագործություն է համարվում միտումնավոր հարձակումը կրոնական շենքերի եւ պատմական հուշարձանների դեմ, եթե դրանք ռազմական թիրախ չեն։ Այս ամենը հաշվի առնելով ամիսներ անց Ալիևի հայտարարությունից Ստեփանակերտում ոչնչացվում է հայկական մշակույթ, կրոնական կառույց եւ Պետրոս Ղազարյանի մոտ դուք նշեցիք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն արձագանքել այդ առիթով, քանի որ չեն ուզում սրել իրավիճակը բանակցային, այսպիսով եթե հաշվի ենք առնում, որ Ադրբեջանը նույնպես ունի պահանջ մշակութային ինչ-որ երևույթների նկատմամբ Հայաստանի նկատմամբ եւ կա միջազգային օրենք, ինչն է մեզ պահում, որ մենք էլ նույն պահանջատիրությունը չունենանք Ադրբեջանի նկատմամբ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Նախ շնորհակալ եմ, որ իմ այդ մեջբերումը տենց ըստ էության դուք բերեցիք ոչ թե այն մանիպուլյացիաները, որոնք որ արվում էին, որտեղ կտրվել էր մի կտոր եւ ասում էր, որ մոտավորապես ինչ ուզեն կանեն, ես չէի ասել ինչ ուզեն կանեն։ Ես ասել էի, որ եթե նույնիսկ մենք հիմա ասենք, որ դատապարտում ենք եւ դատապարտում ենք, ես էլ ասացի, որ իհարկե դատապարտում ենք ցանկացած հայկական մշակութային ժառանգություն, կլինի դա մի խաչքար, թե եկեղեցի կամ այլ կառույց, իհարկե մեր համար ցավալի է, որ ոչնչացվի եւ միջազգային իրավունքին, նաեւ քրեական իրավունքին հղումներ անելուց մենք պետք է նաեւ հասկանանք այդ իրավունքը ինչքանով է աշխատում ընդհանրապես։ Եվ արդյոք օրինակ միայն միջազգային իրավունքին հղում տալով կամ միջազգային իրավունքի այդ միջազգային քրեական կամ այլ դատարանների վրա հենվելով մենք կարող ենք հասնել մեր ցանկության մեր արդյունքներին, մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելուց։
Փորձը ցույց է տվել, որ չեն կարողացել ու փորձը ցույց է տալի, որ աշխարհը հիմա լրիվ հակառակ ուղղությամբ է գնում։ Ինչը շատ ցավալի է, որովհետև 42-րդ համաշխարհից հետո ստեղծված այդ ինստիտուտները միտված են եղել, որ այո, պաշտպանեն թե մարդկանց, թե ժառանգությունները, ցեղասպանություններից, անհարկի պատերազմներից, նույն տարածքային ամբողջականություն եւ այլն, բայց մենք տեսնում ենք այդ ինստիտուտները ոնց են աշխատում եւ նաեւ աշխարհի ամենամեծ պետությունները այդ ինստիտուտների նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն, նույնիսկ սանկցիաներ են կիրառում, ասենք միջազգային քրեական դատարանի դատավորների նկատմամբ, որտեղ նրանք համարձակվել են սանկցիա կիրառել, ասենք Իսրայելի վարչապետի նկատմամբ, այս իմիջայլոց, որտեղ սա շատ կարևոր է։ Okay, կարանք մի հատ էլ դատական հայց ներկայացնենք, կարանք մի հատ էլ ավել ու ընդհանրապես կարանք ասենք մենք ձեր հետ այլևս չենք խոսի եւ չենք հարաբերվի, մինչեւ դուք դադարեցնեք մեր մշակութային ժառանգությունը ոչնչացնել։ Իդեպ եկեղեցին, եթե չեմ սխալվում, 16 թվականին էր, չէ, կառուցվել։ Էդ էլ է շատ կարևոր հանգամանք, որտեղ իրանք դա մեր համար անընդունելի ձևով, նորից եմ կրկնում, ասում են, որ դե դուք քանի որ դա պատմական մշակութային ժառանգություն չի եւ դուք մոտավորապես մեր հողերը օկուպացնելով իրանց կարծիքով այդտեղ կառուցել եք ձեր մշակութային հոգեվոր այլ կոթողներ, միգուցե ինչ որ այլ շենքեր, մենք մեզ իրավունք ենք վերապահում դրանք ոչնչացնել ու ի հակառակ դրան էլ կամ ի շարունակություն դուք երևի տեսել եք, որ օրինակ Շուշիի Ղազան Չեչոցներ վերականգնել են ու նույնիսկ դիմանագետներ էին տարել մի քանի օր առաջ իրանց երկրում տեղակայված ցույց տալու, որ տեսեք մենք պատմականը չենք ոչնչացնում, մենք ոչնչացնում ենք օկուպացիայից, շակյատներով օկուպացիայից հետո եղած ժառանգությունը։ Հիմա մենք եթե մտնում ենք նման բանավեճերի մեջ, այդ ձեր ասածն դրա շարունակությունն է, երբ որ ինքն է ասում, դուք պետքա վերականգնեք մեր մոտ ոչնչացված ժառանգությունը, որը եկեք անկեղծ լինենք, եղել է։ Եկեք անկեղծ լինենք, որ տենց բան եղել է Հայաստանի Հանրապետությունում։ Մենք էլ ասում ենք, որ մենք չենք ուզում նման բանավեճի մեջ մտնել, ոչ ընդեղի, ոչ ստեղի, եւ ուզում ենք, որ մեր հարաբերությունները զարգանան այնքան, որ դուք չուզենաք որևէ ժառանգություն ոչնչացնել։ Մենք էլ չուզենանք ձեր ժառանգությունը ստեղ, եթե դեռ մնացել է, ոչնչացնենք, այլ վերականգնենք։ Խաղաղության գործընթացի եւ կոնֆլիկտային գործընթացի տարբերությունները դրանք են եւ ես միշտ ասել եմ, տեսեք, միշտ կարելի է գտնել պատրվակ որևէ երկրի նկատմամբ որևէ պրետենզիա ունենալու։ Ու եկեք վերանանք մի հատ բանից, Ադրբեջանից ու Թուրքիայից, մենայինք մեր մյուս հարևաններին, ինչին դեղի հետ չունեն, որևէ պատրվակ, որևէ բանով իրանց հետ մտնելու մի հատ սուր հարաբերությունների մեջ, թե հյուսիս, թե հարավ։ Հետո ինչ որ իրանց հետ իրողությունը, իդեպ Վրաստանի հետ այդ ամեն ինչը շատ վաղ շատ վաղ չի եղել, եղել է վերջի 100-ամյակում։ Պարսկաստանի հետ եղել է, հա, ավելի դարեր առաջ։ Հիմա եթե մենք խորանում ենք դրա մեջ, ապա մենք բոլոր հարևանների հետ եւ բոլոր երկրները իրենց բոլոր հարևանների հետ կարան ունենան կոնֆլիկտ, որտեղ միշտ կա առիթ, հիմա նույն Ֆրանսիան ու Գերմանիան չեն կարող իրար այդ նոր կոնֆլիկտ հարուցեն։ Ասենք այդ սահմանամերձ տարածքների, չգիտեմ, Ստրասբուրգը գերմանական է, թե ֆրանսիական է օրինակ, կամ այդ իրանց բաները, սահմանային կետերը։ Մեր ասած ընդհանրապես հետեւյալն է, որ քանի դեռ մենք ունենք նորմալացվող հարաբերությունների պոտենցիալ, նույնիսկ եթե կա այն կողմից սադրանք, որ մենք կտրուկ արձագանքենք, հələ մի հատ է գործողություններ անենք, հələ մի հատ էլ ասենք մենք չենք ուզում այլևս ձեր հետ ընդհանրապես որևէ բանի մասի խոսալ, իրանք երջանիկ կլինեն դրանից։ Եթե մեզ թվում է, որ հակառակն է տեղի ունենալու, տենց չի։ Իրանք մինչև էդ էլ էին երջանիկ։ Այդ շատ դժվարությամբ ենք մենք հասել այդ խաղաղությանը ու մենք կարծում ենք, որ պետքա իմաստուն գտնվենք այնքան, որ նույնիսկ այդպիսի դեպքերում չտրվենք այդ սադրանքների ու պրովոկացիաների։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Ռոզա Խաչատրյան։ Բարև ձեզ, նախ շնորհակալություն հարցի հնարավորություն ընձեռելու համար։ Ռոզա Խաչատրյան, Շիրակի պետական համալսարան, մասնագիտությամբ տարրական դասարանի դասվար։ Հարցս այսպիսին է. ինչ կասեք այն մասին, երբ պարտադիր առողջական ապահովագրությունից ստիպված են օգտվել նաև այն մարդիկ, որոնց տրամադրում են արդեն իսկ իրենց աշխատավայրում եւ որը անիմաստ գումարի կորուստ է քաղաքացու համար։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Նախ շատ ուրախ եմ, որ
տենց մասնագիտություն եք ընտրել, որովհետև մանկավարժությունը շատ կարևոր է մեր երկրի համար, ընդհանրապես կրթությունը ռազմավարությունն է եւ մեր առաջնային ռազմավարություններից աղավերջի 5 տարում եւ դեռ լինելու է։ Մենք վերաբերում է կոնկրետ հարցին, թեև ես իհարկե դրա ուղիղ հասցեատերը չեմ, բայց գիտեմ ինչ եք ասում, դրա համար կպատասխանեմ։ Տեսեք, կամավոր ապահովագրությունը, որի մասին որ դուք խոսում եք եւ որ շատ ընկերություններում կան, կլինեն բուհեր, կլինեն այլ մեծ ընկերություններ, շատ քիչ կապ ունի համընդհանուր ապահովագրության հետ։ Եվ համընդհանուր ապահովագրությունը շատ ավելի շատ ծածկույթ ունի եւ մարդկանց առումով եւ հիվանդությունների եւ դեպքերի առումով, քան կամավոր ապահովագրությունը։ Եվ երբ որ համընդհանուրը ներդրվել է հիմա, ասենք աշխատողների դեպքում 200,000-ից ավել ստացողների համար, 65+ տարեկան քաղաքացիների համար, երեխաների համար, առաջի, երկրորդ, երրորդ կարգ ունեցող հաշմանդամների համար, ինքը մեծ ծածկույթ ունի։ Իսկ կամավորները, որոնք որ հիմնականում ընկերությունները կամ քաղաքացիները իրենք են անում, շատ փոքր ծածկույթ ունի, եւ այստեղ պետք է լինի շուկայի տրանսֆորմացիա։ Այսինքն այդ կամավորը, եթե ընկերությունն է առե կամ քաղաքացին է առե, ուզում է շարունակել, նախ կարա չունենա, այսինքն կարա դադարի գնել, գումար ծախսել, որտեղ նորից եմ կրկնում, համընդհանուրը շատ ավելի ընդգրկուն է։ Բայց եթե կլինեն ընկերություններ, որոնք ամեն դեպքում կուզենան իրանց աշխատակիցներին ավել առավելություն տալ, բոնուս տալ, հա, սոցիալական բոնուս տալ, իրանք պետքա պարզապես տրանսֆորմացնեն այդ ապահովագրության փաթեթը այնպիսի կտորներով, որ համընդհանուրը չի ծածկում։ Օրինակ առանձին պալատ, օրինակ, չգիտեմ, ակնաբուժություն, ատամնաբուժություն, տարբեր բաներ, որոնք համընդհանուր ապահովագրությունը չի փակում եւ ամբողջ աշխարհում էլ տենց է, այդ համընդհանուր համակարգերը միշտ լրացվում են կամ փոխլրացվում են հարակից համակարգերով, նույն օրինակ, չգիտեմ, Մեծ Բրիտանիայում, որ պետական առողջապահական էլի համակարգա, բայց կան նաև մասնավոր ապահովագրականներ, Գերմանիայում մի քիչ ուրիշ ձևի եւ այլն։ Եվ այդ իմաստով իրանք կարող են լավ սիմբիոզ համատեղ աշխատել, լավ սիմբիոզ ունենալ եւ մենք դա աստիճանաբար տեսնելու ենք։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Նարեկ Գևորգյան։ Բարև ձեզ, ես Նարեկ Գևորգյանն եմ, Արթիկ համայնք, Նորքյանքի միջնակարգ допроц. Պետք է ռուսերեն մեջբերում անեմ. Сегодня в Ереване два безмозгливых русофоба, которые отлично говорят на русском, беседовали на плохом английском из-за своей ущербности. Хотя вполне вероятно это было под камеру, а потом они чесали языками на привычном им великим и могучем. Սա պարոն Թորոսյան Մեդվեդևի հայտարարությունն էր Telegram ալիքում. Ռուսաստանը իրեն նեղացած երեխայի նման է պահում ու այս պահին իր դաշնակից Հայաստանին ու իր դեմ պատերազմող Ուկրաինայի ղեկավարին դնում է նույն հարթության վրա. Ինչ եք կարծում, որքանով է հնարավոր ոչ վաղ անցյալում Սալավյովի հնչեցրած հատուկ ռազմական գործողության կրկնությունը, ուկրաինական սցենարի կրկնությունը Հայաստանում։ Շնորհակալություն։ Տեսեք, լավ հարց է, բայց այնց ուղիղ պատասխան դժվար է տալ, մի քիչ պիտի պատմեմ, էլի։ Ռուսաստանը շատ բարդ երկիր է եւ նույն Մեդվեդևը, որը հիմա նույնիսկ չգիտեմ պաշտոնը ոնց որ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ է, թե ինչ է, եղել է նաեւ նախագահ եւ վարչապետ է եղել, հայտնի է իր նման սուր արտահայտություններով եւ նաեւ այդ արտահայտությունների մասին այլ մարդկանց տարբեր կարծիքներով, թե ինչի է ինքը եւ ինչի է այդպիսի սուր արտահայտություններ անում։ Մյուս կողմից հա, մեդիան էլ անում է եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ գիտեք, այդ արտահայտությունները մեզ ոչ թե իրանք մուտա լավ չեն հասկանում, մեզ ոչ թե դրթում են այն ինչ որ մենք հիմա անում ենք, մեր անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը զարգացնելու եւ նաեւ բալանսավորված ու բալանսավորման քաղաքականություն, այլ ոչ թե դրթում են, որ մենք դա դադարեցնենք, այլ հակառակը։ Երբ որ մի երկիր քո նկատմամբ դա կլինի ինչ որ մեկի, ասենք, պետական ռոպագանդիստի շուրթերով կամ պետական պաշտոնյա, այդպես է քեզ վերաբերվում ու մոտավորապես ասում է, գիտես, դու իրավունք չունես որևէ այլ երկրի ղեկավարի ընդունել քո մոտ, մեզ ավելի է ամրապնդում, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Ավելի է ամրապնդում։ Ես ձեզ մեկ ուրիշ օրինակ բերեմ։ Մի երկու օր առաջ Ղազախստանի դեսպանին եմ տեսել, ինքը իմ հետ սկսեց անգլերեն խոսալ։ Ինչի՞։ Մենք երկուսը շատ լավ ռուսերեն գիտենք։
Տենց համարեց մարդը, համարեց, որ տենց պրոտոկոլի միջազգային պրոտոկոլի լեզուա սկսեց անգլերեն խոսել, ու այո, ես էլ եմ եղել, օրինակ, գնում ենք Բալթյան երկրներ, Ուկրաինա, վաղուց չեմ եղել, 17 թվին եմ վերջի անգամ եղել, էլի գնում ես, կարողա պրոտոկոլային անգլերեն խոսաս, հետո ռուսերեն խոսաս, նույն Վրաստանը գնում ենք անգլերեն ենք խոսում, հետո ռուսերեն ենք խոսում, դրա մեջ ոչ մի վատ բան չկա, էլի նկատի ունեմ լեզվի կոմունիկացիայի, բայց իրանց համար խնդիրներն է, որ մենք իրավունք չունենք ուրիշ երկրների ղեկավարները հանդիպել, կներեք էլի, մի քանի օր առաջ բանը Զելենսկին գնացել էր բան, Ադրբեջան, Ուկրաինայի արտգործ նախարարն էլ էլի Ադրբեջան էր գնացել, այտենց արտահայտություն լսել եք, այնտեղ էլ էին բան ասում ինչ լեզվով եք խոսում եւ ինչի եք իրանց ընդունը, ոնց որ թե չէ, եթե նկատել եք, իսկ ինչի, ու որտեվ իրանց թվում է, որ մենք իրանց բանն ենք, ինչ ասեմ, չասեմ էլի, չեմ ուզում տես բառեր օգտագործել։ Մենք էլ ասում ենք, չէ, սիրելի ընկերներ, այո, մենք ձեր հետ ունենք հարաբերություններ ԵԱՏՄ-ի կազմում, մենք ձեր հետ ունենք ԱՊՀ-ի կազմում ինչ որ հարաբերություններ, որոնք որ տենց արդեն հնացել են, բայց դա չի նշանակում, որ դուք իրավունք ունեք մեր հետ այդպես խոսալ, մենք առանձին անկախ պետություն ենք, ավելի ենք զարգացնելու մեր պետականությունը եւ մենք կարանք ինքնուրույն որոշենք ում հետ հանդիպել եւ ում հետ չհանդիպել։ Եվ նույնիսկ եթե զգացել եք մենք չենք էլ արձագանքել այդ արտահայտությունը ու ճիշտ ենք արել, պետք չի արձագանքել եւ ստե մի ուրիշ բան կա, որ ամենասկզբում ասացի, մեր գործընկերները լավ չեն հասկանում թե ինչի է մեր ցանկությունը բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն վարելու ավելի խորանում ամեն նման արտահայտությունից հետո ել չեմ ասում որ հաճախ այդ նույն գործիչները եւ ռոպագանդիստները կոչեր էին անում ասենք Հայաստանում հեղաշրջում անելու իրենց թվում է պետք է հայ ժողովուրդը տենց ծապ տալով իրենց լսի ու ինչ որ բաներ անի մոտարպես այն տրամաբանության որ իրենց թվում է որ իրենց վարդերով պետք է Կիևում դիմավորեն իրենց մոտ այդ ինչ որ բան լավ չի աշխատում էլի այդ վերտիկալում եւ ընկալումներում թե ինչպես պետքա տարբեր ժողովուրդներ վերաբերվեն իրանց մտքերին եւ իրանց ցանկություններին, որոնք հաճախ կոչվում են նաեւ կայսերապաշտական։ Նռանե Բալայան Բարև ձեզ, Նռանե Բալայան, Հայաստանի ամերիկյան համալսարան։ Դուք 2025 թվականի վերջին ձեր Facebook-յան էջում եւ հետո արդեն 2026 թվականի ապրիլին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 8-րդ համաժողովում նշել եք հետևյալ տվյալները 2024 թվականի տվյալներով Հայաստանում միջին մակարդակի աղքատությունը կազմել է 21.7%, իսկ սահերային աղքատությունը 0.6%։ Եվ այդ տվյալները համեմատելով 22-23 թվականի տվյալների հետ ասել եք, որ մենք ունենք աղքատության էական նվազում Սակայն ինչպես նաև գիտենք, որ վիճակագրական կոմիտեն եւ համաշխարհային բանկը նշել են, որ 24 եւ 22-23 թվականի տվյալները իրար հետ անհամեմատելի են մեթոդաբանական փոփոխությունների պատճառով։ Այս պայմաններում հարցս հետևյալն է, արդյոք կառավարությունում գիտեին, որ այդ տվյալները իրար հետ համեմատելի չեն, եթե գիտեին, չեք համարում, որ դա ապակողմնորոշիչ է հասարակության համար, եթե չգիտեին, հանրության քննարկում ստանալուց հետո այդ խնդրի ինչ որ լուծումներ առաջարկվել է, թե ոնց պետք է այդ տվյալները համեմատվեն իրական պատկեր ստանալու համար, եւ վերջապես կա ինչ որ ուրիշ տարբերակ այդ երկու տարիների տվյալները քննարկելու նորից ու իրական պատկեր տեսնելու համար, թե պետք է սպասենք 25 թվականի տվյալներին, շնորհակալություն։ Նենց ուրախ եմ այս հարցի համար։ Բայց մի քիչ պետք է շատ նայեի ելույթներս, որտեվ ես էլ եմ ասել, որ համեմատելի չեն։ Տեսեք, վարչապետն էլ ասա ազգային ժողովում ելույթի ժամանակ, երբ որ վիճակագրական կոմիտեն հրապարակեց այդ տվյալները եւ ՏԱԿ-ը ծանոթություն որպես աստղանիշով գրեց, որ քանի որ տեղի ունեցել մարդահամարից առաջ տեղի ունեցած ցուցանիշները ուղիղ համեմատելի չեն նոր ցուցանիշների հետ, բայց մենք նաեւ շարունակել ենք այդ խոսքը եւ միտքը, ես ձեր մյուս հարցերին կպատասխանեմ, բայց հիմա ասեմ ինչ ենք ասել ու ինչ եմ ասում հիմա եթե մենք համեմատենք 22-23, 21-22-23 եւ հետո 24, որը համեմատելի չի վերևի երկուսի հետ, մենք այնուամենայնիվ տեսնում ենք անկում եւ մենք կարող ենք մեծ ճշտությամբ
ենթադրել, ես անձամբ նաև կարող եմ պնդել, որ ամեն դեպքում տենդենսը շարունակվում է։ Նույնիսկ եթե 0.6-ը 1.1-ի հետ համեմատելի չի, այնուամենայնիվ մինչև է եղել է 1.5, 1.8, այսինքն մենք ունենք իջեցում։ Եվ կան նաև ոչ անմիջական ցուցանիշներ, որ դա այդպես է տեղի ունենում։ Օրինակ ցուցանիշներից մեկը աշխատատեղերի աճը, միջին աշխատավարձի աճը, գործազրկության անկումը, մեր անապահովության համակարգում գրանցված գործազուրկների եւ աշխատանք փնտրողների թիվը, որը կրկին անկում է ապրում, եւ նաեւ մեր անապահովության համակարգում եղած անձանց թիվը, որը այն հայտնի փարոսն է, որը էլի անկում է ապրում, այսինքն բազմաթիվ ոչ ուղղակի ցուցիչներ նույնպես ցույց են տալիս, որ այնուամենայնիվ աղքատությունը իջնում է եւ ծայրահեղ աղքատությունը մոտ է վերացմանը։ Ու մենք վիճակագրական կոմիտեն ամենասկզբում ասել էր, որ իրենք կանեն նախորդ տարիների ցուցանիշների կալիբրացիա այս տարվա ցուցանիշի հետ, ու մեզ դա շատ պետք էր, որպեսզի հասկանանք, օրինակ նախկին տարվա 23-ի 1.1-ը 1.1-ա, թե օրինակ կարող է 0.9-ա, կարող է 1.3-ա, բայց մեր գործընկերները շատ չարչարվելուց հետո ասացին, որ իրանք կարող է ունքը ուղղելու փոխարեն աճ կհանեն եւ ճիշտ չի դա անելը։ Ու հետեւաբար մեր միակ բանը, որ կարող ենք անել, դա սպասելն է նոր ցուցանիշներին, որը կլինի այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին 25 թվականի համար։ Իհարկե շատ ցավալի է, որ այդ ցուցանիշները տենց ուշացած են գալիս, որտեվ եթե ավելի շուտ ունենայինք, միգուցե մեր քաղաքականությունները ավելի շուտ կարողանայինք ուղղել, հա, այս կամ այն տեսակի, բայց այդպես է աշխատում վիճակագրական կոմիտեի կոնկրետ այդ ինֆորմացիայի հավաքելու այդ մեխանիզմը, իրանք տնային տնտեսությունների հետազոտություններ են անում, որի համար ժամանակ է պահանջում եւ հետո ամփոփելու համար է ժամանակ պահանջում, բայց գրեթե վստահ եմ, որ 2025-ին ավելի ցածր է լինելու այդ ցուցանիշը, որտեղ ոչինչ չի խոսում, ոչ մի այլ անուղղակի ցուցանիշ, որ այն կարող է լինել ավելի բարձր։ Շնորհակալություն։ Գոհար Ամիրխանյան։ Բարև ձեզ, Գոհար Ամիրխանյան, Հայաստանի ամերիկյան համալսարան։ Պարոն Թորոսյան, հարցս հետևյալն է. ինչպես է թոշակով ապրող մարդը վճարելու գույքահարկն ու աղբահանության վճարը, եթե հաճախ դրանց հաշվարկը կապված է բնակարանի չափերի եւ ոչ թե մարդու իրական եկամուտների հետ, դիցուկ Երևանի կենտրոն վարչական շրջանում բնակվող տատիկը, օրինակ ով տունը ստացել է ԽՍՀՄ-ի ժամանակ, ինչպես պետք է հոգա աղբահանության արդեն նոր կարգով քառակուսի մետրով վճարվող ծախսը եւ գույքահարկը, եթե նրա միակ եկամուտը թոշակն է, ու ընդհանրապես ինչպես է կազմվում նվազագույն սպառողական զամբյուղը, եթե դրա մեջ չեն արտացոլվում գույքահարկն ու տեղական հարկային իրական ծախսերը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, էլի շատ լավ հարցի համար։ Տեսեք, այստեղ մի հատ փիլիսոփայական հարց կա։ Ընդհանրապես գույքի նկատմամբ վերաբերմունքի կլինի ժառանգությունից ստացած թե ժամանակի մեր կողմից ձեռք բերված, արդյոք դու պետքա ունենաս եկամուտ այնքան, որպեսզի կարողանաս այդ գույքը սպասարկես իր բոլոր ատրիբուտներով։ Հիմա գույքահարկ ու աղբահանություն ասացինք, ես մի քանի այլ բաներ կարամ ավելացնեմ։ Այդ նույն շենքում կարան վճարներ լինեն, այդ շենքը կարա ուրիշ ծառայություններ ունենա, համատիրություն, լիֆտ եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ արդյոք քո եկամուտները, ընթացիկ եկամուտները, դա կլինի թոշակ կամ աշխատավարձ, որտեղ նույն տրամաբանությամբ կարա քիչ աշխատավարձ ստացող անձնել չկարողանա, օրինակ Մաշտոցի պողոտայում 100 քառակուսի կամ 200 քառակուսի մետր տան գույքահարկը, որը կարա լինի 1 միլիոն դրամ ամսական, չվճարի, հա։ Ես կարծում եմ, որ մենք պետքա այստեղ մի քիչ ազնիվ լինենք եւ առնվազն իմ կարծիքով եւ մեր արած ռեֆորմների դրամաբանությամբ մարդը պետքա կարողանա սպասարկի իր գույքը իր բոլոր ատրիբուտներով, իսկ դրա համար հաճախ անհրաժեշտ է լինում այդ գույքը փոխել։ Որտեվ եթե ես իմ տան գույքարկը 16000 դրամ է, ձեզ անկեղծ ասում եմ, բայց ես կարայի 50000 տայի, 100000 էլ տայի, բայց եթե ես զգամ, որ ես չեմ կարողանում իմ տան գույքարկը տան, ես այդ տունը չեմ պահելու։ Կամ ես վարձով կտամ, որ այդ վարձով կարողանամ այդ գույքահարկը տամ ու գնամ ուրիշ տեղ ապրեմ, կամ կվաճառեմ, կգնամ ուրիշ տեղ կառնեմ, որը ինձ թույլ է տալի, եւ ես հատուկ իմ վրա եմ այդ օրինակը բերում, ուրիշների վրա չեմ բերում, դա ցանկացած քաղաքացու որոշումն է, ինքը դա պետք է կայացնի։ Այսինքն այս դիլեման միշտ կա, կլինի դա ժառանգություն ստացած, ժամանակին ձեռք բերված, երբ որ դու ավելի բարձր աշխատավարձ ես ստանում կամ հիմա ավելի միգուցե ավելի ցածր ես ստանում։
Բայց մենք լուծումներ բացի այդ իմ ասած եղանակից վարձով տալ, վաճառել, գնալ ուրիշ տեղ անել, մենք հիմա մի հատ ուրիշ լուծում ենք բերե, որը եթե չեմ սխալվում առաջին ընթերցումով ազգային ժողովում այնուամենայնիվ կառավարությունով անցել է, ենթադրում եմ շուտով կընդունվի, դա հետադարձ հիպոթեկի ինստիտուտի ներդրումն է, երբ որ նման մեր քաղաքացիները, որ ունեն շատ թանկարժեք գույք, եւ չեն ուզում այդ գույքից ազատվեն, որտեղ իրենց հաճելի է, հարմար է, իրենց բնական միջավայրն է, հա, իրենք չի ուզում վաճառի գնա օրինակ Ավանում ապրի կամ Մալացիայում կամ օրինակ որևէ մարզում, ինքը կարող է իր գույքը հետադարձ հիպոթեկի մեխանիզմով պայմանավորվել բանկի հետ եւ բանկը իրանք սկսի վճարել այդ գույքի համար մոտավորապես այնքան, ինչքանը որ ինքը եթե ուզենար բանկից այդ նույն տունը առներ ինքը վճարեր բանկին։ Հիմա ոնց ենք մենք հիպոթեկով տուն գրում, չէ՞, վճարում ենք մայր գումար տոկոսներ, 10 տարվա թե 20 տարվա ընթացքում տունը դառնում է մերը։ Հիմա մենք մեխանիզմ ենք ներդրել, որպեսզի քաղաքացին անի դրա հակադարձը, ասի հարգելի բանկ, արի ինձ տուր ամսական մոտավորապես, չգիտեմ, 100, 200, 500 հազար դրամ, որը իմ տան գինի այդ 1.10, ասենք 1.60-րդն է, հա, եթե 5 տարով հաշվենք, 1.120-րդն է, 10 տարով հաշվենք, ու ես նախ կունենամ շատ բարեկեցիկ ծերություն, այսինքն այդքան գումարը թոշակի հետ համեմատելի չի ընդհանրապես, եւ երկրորդը ես կիմանամ, որ բան է, այսինքն իմ բոլոր կարիքները հոգում են, ես գույքարկներ եմ վճարում, աղբանություններ եմ վճարում, հələ մի հատ էլ շատ լավ ապրում եմ։ Եվ մեխանիզմը դա պետք է լինի, որովհետև երբեք ոչ մի պարագայում դու չես կարա ասես, որ որևէ թոշակ, ինչքան է որ այն բարձրացնենք, հիմա մի քիչ բարձրացրենք, բայց ակնհայտ է, որ ասենք ես գիտեմ, ես մարդիկ գիտեմ, իրանց տունը Կասկադում տարեկան 1.5 միլիոն դրամ է գույքահարկը։ Հիմա ինչքան ուզում ես թոշակը բարձրացրա, ոչ մի կենսաթոշակառու չի կարողանալու այդ գույքահարկը տա։ Բայց նաև շատ կարևոր է, որ մենք ասում ենք, որ մենք ուզում ենք ունեցվածքը հարկենք, ոչ թե աշխատավարձը եւ այդ քաղաքական որոշումը դրա տրամաբանությունը արվի։ Եկամտային հարկը իջացվել է, գույքահարկը մոտարկվել է շուկայական գնին եւ լինելու է մոտարկված շուկայական գնին։ Այսինքն լուծումները այդպիսին են. տեղափոխվել, վաճառել կամ հետադարձ հիպոթեկով շարունակել ապրել քո տանը այնքան ինչքան որ դու կապրես ու դրա դիմաց ստանալ մեծ գումար, որը քեզ թույլ կտա թե քո կարիքները հոգալ, թե այդ գույքահարկերը վճարել։ Հաջորդ հարցի համար Լևոն Արսենյան։ Շնորհակալություն, պարոն Թորոսյան, ես Լևոն Արսենյանն եմ, Երևանի պետական համալսարանի ուսանող։ Մի զգայուն հարցի կուզեի անդրադառնալ։ Տավուշը հանուն հայրենիքի շարժման ժամանակահատվածում դուք հանդես եք եկել սուր եւ հիշվող արտահայտությամբ հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ կապված, բառացի մեջ բերեմ, որպեսզի թյուրըմբռնումներից խուսափենք։ Բացի հարյուրամյա առասպելներից ու կարծատիպերից կոտրվելուց ժողովուրդը փաստացի դեռևս պետք է վերջնականապես ու ամբողջությամբ կործանի 1700-ամյա մի առասպել, թեև դրա մի մասը նրան հաջողվել է անել պետականությունն հաստատելով մեջբերման ավարտ, շնորհակալություն։ Ուրեմն տեսեք, նախընտրական փուլում են գտնվում, ու ես հարցի կարևորությունը ինչքանով է ակտուալ, որովհետև նախ հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը հաշվի առնելով հայ ժողովրդի կյանքում այդ տեսանկյունից կխնդրեմ մեկնաբանություն տալ եւ երկրորդ արդյոք դուք միշտ եկեղեցուն մեղադրում եք պետության ներքին գործերին խառնվելու առումով, բայց այստեղ դուք պարադոքս այն մոտ առաջանում, որովհետեւ դուք ինքներդ եք կոչ անում եկեղեցու նկատմամբ ագրեսիայի քանդելու եւ այլ սրա հետ կապված եւ երկրորդ հարցն էլ կուզեի տալ Էմանուել Մակրոնը, երբ որ այցելեց Հայաստան Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում, իհարկե մեծ ու աննախադեպ իրադարձություններ Հայաստանի պատմության մեջ, սակայն ինքը հայտարարեց, որ ասեց, որ աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին առաջիկա ընտրություններում, ինչպես Մայա Սանդուի դեպքում Մոլդովայի հանրապետությունում։ Հիմա այստեղ ես չեմ ուզում ցույց տալ, որ աշխարհական կենտրոնին եմ աջակցում, ուղղակի օբյեկտիվորեն հարց է առաջանում։ Եթե Պուտինը, ասենք, այդպիսի արտահայտություն կատարել, դա կներ ինքնիշխանության խախտում, Մակրոնի դեպքում դա նորմալ է, բայց օրինակ Պուտինի դեպքում նորմալ չի լինի։ Այսպիսի նարատիվ կոնկրետ այս տեքստով չկա տարածված, բայց ձեր խոսույթը եւ քաղաքական թիմի եւ ձեր աջակցող շրջանակների հենց այս տրամաբանության մեջ են տեղավորվում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ երկրորդ հարցին պատասխանամ, հետո առաջինին։ Դե Պուտինն էլ ասաց, նշ չի որ չասաց։ Շատ երկրների ղեկավարներ ասում են, JD Vance-ն է գնաց Հունգարիայում Օրբանի ասաց աջակցում եմ։ Իդեպ Vance-ն էլ ասել որ աջակցում է Նիկոլ Փաշինյանին, եթե հիշում եք, հա, Vance, Macron եւ
ներքին գործերին խառնվելը մի քիչ ուրիշ կատեգորիա է, էլի, երբ որ օրինակ սկսում ես, չգիտեմ, սկսած ֆինանսական միջոցներից, վերջացրած այլ մեխանիզմներով, օրինակ նաև հիբրիդային մեխանիզմներով, ինչ որ սունկ կայքերով, որոնք սովորաբար հիմա եկեք անկեղծ լինենք, ռուսական հետք ունեն, ասենք, չգիտեմ, Washington Post-ի փոխարեն Washington, չգիտեմ, Post մի հատ ուրիշ տառով բանա հայտնվում, անգլերենով, գերմաներենով, ֆրանսերենով, հետո մի երկու սրճ ես տալի, տենում ես մի հատ ինչ որ ռուս լրագրողա, որը վաղուց փախել է միտեղ, դրա հետևում կանգնած։ Այսինքն այդ ներքին գործերի միջամտելը տենց բաց երկնքի տակ չի, էլի, որ միշտ տեղի է ունենում։ Իսկ այդ endorsement-ը, որ անգլերեն ասում են, հա, կամ աջակցությունը, Մակրոն, Վենս, աշխարհում կարծում եմ շատ այս վերջերս շատ եմ ամեն դեպքում նկատում, բայց մեր քաղաքացին է ի վերջո որոշում։ Օրինակ ինքը Պուտինի աջակցած քաղաքական ուժին ընտրի, չգիտեմ, Չինաստանի աջակցած, Իրանի, Եվրոպա եւ այլն, նաեւ գիտեք ինչու։ Հաշվի առնելով թե այդ երկրները վերջի տարիներին ինչ դիրքորոշում են ունեցել քո երկրի կարևորագույն հարցերի շուրջ։ Տարածքային ամբողջականության, նույն պաշտպանունակության եւ այլն։ Հիմա չեմ ուզում դրա մեջ խորանալ, բայց ակնհայտորեն դա ազդելու է։ Քաղաքացին ասելու է՝ մի րոպե, եթե այս Պուտինը այս տեխնացուին է աջակցում, բայց Պուտինը օրինակ հապկի շրջանակներում չեկավ իր պարտականությունները չկատարեց, ես իրան ընտրեմ, թե այն օրինակ մարդու աջակցած քաղաքական ուժին ընտրեմ, որ օրինակ հոբ սկսեց նվատակարել մեզ ռազմական մեքենաներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց գլոբալ առումով տենց այս մանավանդ այս բաց դաշտում մեդիայի ժամանակին դու չէիր էլ կարա իմանայիր, որ երկրի նախագահը ում է աջակցում, որտեվ կարող է նա թերթի մեջ բան տպագրվել, մի ամիս հետո այդ թերթը հասներ Հայաստան կամ չհասներ։ Դժվար է դա բան անել, փակել, հա, դու չես կարա դա արգելես ոչ մի կերպ եւ երևի դա անհնարել է։ Այսինքն այստեղ շատ բազմաշերտ է այդ ներքին գործերին միջամտելու թեման։ Հիմա ինչ վերաբերում է իմ մտքին կապված եկեղեցու հետ, տեսեք, ես հարգում եմ բոլոր մարդկանց, բոլոր կրոնական հայացքները եւ նաեւ հասկանում եմ, որ հայ առաքելական եկեղեցին, այո, ինստիտուտ է, որը ունի 1700-ամյա պատմություն իր բոլոր ատրիբուտներով, հա, տարբեր ժամանակաշրջաններում տարբեր դերակատարումներ ունեցած։ Բայց ես նաեւ նույն պատմությունից գիտեմ, որ հաճախ հայ առաքելական եկեղեցու որպես ինստիտուտ այդ պահին իր դերակատարներով, որովհետև տարբեր պահին տարբեր դերակատարներ տարբեր ձև կվարվեին, հաճախ դեմ ա եղել հայոց պետականությանը։ Ու դա գաղտնիք չի, դուք վստահ եմ ձեր պատմության դասագրքերի մեջ, որոնք դժբախտաբար միշտ չի որ օբյեկտիվ են, նաև հենց այն պատճառով, որ հենց նույն այդ ժամանակաշրջանի պատմիչներն են գրել, որոնք էլի փոխկապակցված են եղել, իդեպ նույն օրինակ Վարդանանց պատերազմի մասով հենց ԵՊՀ-ի մի լավ աշխատություն կա, Վարդանանց ոնց էր կոչվում, այլ Վարդանանց, հա, որը որ այլ տեսանկյունից ներկայացնում այդ ամեն ինչը, եւ ինձ առնվազն որպես քաղաքացի եւ ինչու ոչ նաեւ քաղաքական գործիչ տալիս է հիմք ենթադրելու, որ եկեղեցին ուզենալով եւ դա միայն հայ առաքելական եկեղեցուն չի վերաբերում, եկեք գնանք նույն բան, Հռոմ, հա, Վատիկան, իրանք էլ են եղել, ասենք սրբազան հռոմեական կայսրություն ա եղել, որը Հռոմի պապն ա ղեկավարել, ու իրանք միշտ ուզում են այդ կառույցները լինեն bez ալտերնատիվ, այսինքն այլընտրանք, որ իրանք լինեն, կրթության բանը օրինակ, երաշխավորը այդ երկրում իրանց տրվեն հարկեր, այդ երկրում կան այդ տարածաշրջանում, իրանք լինեն դատավորի դերում ու այդպես է եղել, երբ որ եղել է կայսրություն, որը մենք եղել ենք այդ կայսրության մաս, Օսմանյան կայսրություն կամ Պարսկական կայսրություն, հաճախ եկեղեցին է, չէ, հայերին վերաբերող հարցերում եղել ամենավորոշիչը։ Եթե դա չի եղել, տենց շատ ասենք բանակ բան, բացի բանակից։
Եվ իներցիայով ես հիմա կարամ օրինակներ բերեմ այդ նույն այդ շարժման մասնակից կամ ոչ մասնակից մեկ ուրիշ հոգևորականի խոսքից, որ մոտավորապես ասում էր հետ տվեք մեր հողերը, որոնք որ եղել են օրինակ ես ինչքան գիտեմ օրինակ Արթիկում են եղել եկեղեցապատկան գյուղեր, Արմավիրում են եղել եկեղեցապատկան գյուղեր եւ այդ ամեն ինչը իմ ասացի արտահայտությունն է, որ այդ բախումը այնուամենայնիվ կա Եվ դա այդքան էլ անձերով չի պայմանավորված, ես դրա համար եմ ասում, բացի անձերով պայմանավորված այդ կարճատև շարժումից, որը պատմության դասագրքերում հավանաբար կլինի մի նախադասություն կամ մի նախադասության մի երկու բառ, իդեպ մենք բոլորս էլի, այդ ամեն ինչը մենք բոլորս շատ լավ հասկանում ենք։ Նաև կա մեծ բախում, արդյոք օրինակ եկեղեցին իր բացառիկ դերով եւ իր ինստիտուտով, այդքան ամեն ինչով ինչ որ արել է հայ ժողովրդի համար, պիտի ունենա պետական ֆունկցիաներ եւ պետության դեր ստանձնի եւ նաեւ երբեմն այնպիսի քայլեր անի, որոնք որ կվտանգեն պետությունը, որպիսի այդ դերը ստանձնի, թե չպիտի ունենա։ Իմ ասածը դրա մասին է եղել։ Իմ խորին համոզմամբ, երբ որ կա պետություն եւ պետությունը ցանկացած ժողովրդի ամենամեծ իղձն է, որտեղ կան հազարավոր ազգեր, բայց կա ընդամենը 200 պետություն էս փոքրիկ մոլորակի վրա, պետքա եկեղեցիները հետ քաշվեն։ Պրիտոմ ինքնուրույն պիտի հետ քաշվեն, ոչ թե իրանց պետքա ինչ որ օրենք հատուկ իր համար կիրառվի։ Եկեք գնանք նայենք աշխարհի ամենաժամանակակից երկրները, հատկապես եվրոպական։ Կան, իհարկե, բոլոր օրինակ երկրներ կա հատուկ նախարարություն ունեն եկեղեցիների։ Բայց իրանք չեն խառնվում երկրի գործերին սովորաբար։ Տեղեր կա խառնվում են, հա, օրինակ, չգիտեմ, այնց ինչքան թեոկրատական է, այնքան խառնվում են, ինչքան քիչ թեոկրատական է, քիչ են խառնում։ Իմ ասածը դրա մասին է եղել, եւ իմ ասածները ինչա սուր ընդունվում, որտեվ հաճախ ես ասում եմ բաներ, որոնք շատերը մտածում են, բայց չեն ուզում ասել։ Ես էլ այնց չեմ վարանում քննադատվելուց ու ասում եմ։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար Մանվել Գևորգյան։ Մանվել Գևորգյան, Գավառի պետական համալսարան։ Ցանկանում եմ մի հարց ուղղել, որը վերջին շրջանում բավականին հետաքրքրում է երիտասարդներին։ Խոսքը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության կամավոր աշխատանքի մասին օրենքին։ Օրենքում վերահսկողության մեխանիզմների բացակայություն է նկատվում, եւ դա ինչ-ինչ չափով հանգեցնում է նրան, որ ոչ արդարացի ձևով որոշակի երիտասարդներ ստանում են ավելի շատ ժամանակով տեղեկանքներ, որոնք ավելի քիչ, որոնք ինչ-որ չափով խաթարում են սոցիալական արդարությունը։ Այս մասով կուզենայի խոսեիք արդյոք ապագայում նախատեսում է վերահսկողության որոշակի մեխանիզմներ ներդնել նաև այս համակարգում։ Տեսեք, կամավորությունը որպես ինստիտուտ դե միշտ եղել է, այնպես չի որ չի եղել, մենք պարզապես փորձել ենք օրենքով դա ինստիտուցիոնալացնել, հա, որ օրենք լինի կամավորության մասին, որ այդ ամեն ինչը տենց շատ հեղեղուկ չլինի, բայց դա շատ նոր բան է եւ այդ ձեր ասածը ես օրինակ նույնիսկ չգիտեմ այդ ժամերը ինչ է փոխում մարդու կյանքում, ինչքան ժամ գրվի, ինչքան չգրվի, ենթադրում եմ ուսումնական հաստատությունները կարող է ուզենան եւ այլն։ Եկեք նայենք, եթե պետքա բարեփոխել մանավանդ նոր դրված ինստիտուտ, բարեփոխենք եւ ես արդեն այս ձեր ասածը կվերցնեմ եւ մենք մեր տնային աշխատանքը կկատարենք, բայց ես մի հատ ուրիշ բանի եմ էլի ուզում անդրադառնալ, տեսեք այդ կարգավորման եւ վերահսկողության ինստիտուտներին։ Այստեղ մեծ բանավեճ կա։ Պետությունը ինչքան պետքա ամեն ինչ վերահսկի, կամ թողնի ինքնավերահսկման, կամ ինքնարեգուլյացիայի, որտեվ գեր-ռեգուլյացիան այդ over regulation-ը, հա, հաճախ բերում է հակառակ էֆեկտի։ Սկսում են բիզնեսները չոք տվել այդ ծառայություններից, սկսում են փակվել ու մենակ կամավորության մասին չի խոսքը, ամեն ինչի մասին է։ Եվ հաճախ նույն քաղաքական բանի մասն չէ խոսում նախընտրականի։ Շատ երկրներում քաղաքական ուժերը գիտեք ինչ են ասում իրանց ընտրոն, ասում են գալու ենք deregulate անենք։ Կարգավորումները հանենք, որով ինչ ուզենա անի մոտավորապես։ Օրինակ նույն Արգենտինայի դեպքում, Արգենտինայի գործող նախագահի հիմնական բանը այդ է եղել, ու նաև դրանով է հաղթել ընտրությունները ու ինչ որ չափով նաև տնտեսությունը հանել ճահիճից, որտեղ շատ վատ վիճակ էր Արգենտինայում տնտեսապես, եկել է ասել է, այսօր ասենք մի 100 հատ թուղթ եք ուզում, որ մի հատ խանութ աշխատացնեք, մի 50 հատ թուղթ եք ուզում, որ լիցենզիա տաք, կրճատում են կամ ընդհանրապես հանում են։ Ոստեղ կա միշտ դիլեմա պետության վերահսկողության չափի, ինչքան պետք է ընդհանրապես պետությունը մտնի բիզնեսի կամ քաղաքացու հարաբերությունների դաշտ։
Ես ինքս անձամբ բնույթով սոցիալ-դեմոկրատ եմ եւ համարում եմ, որ ինչ որ չափ պետքա պետությունը ունենա այնուամենայնիվ վերահսկողություն։ Լիբերալները կամ նեոլիբերալները ասում են, որ ընդհանրապես չպետք է ամեն ինչ շուկան պետք է որոշի։ Բացարձակ պետությունը չպետք է խառնվի այդ գործերին, շուկան պետք է որոշի ամեն ինչ։ Օրինակ նույնիսկ շուկան պետք է որոշի մարդուն, կարաս այսօր գործի ընդունես, վաղը հանես, առանց աշխատանքային իրավունք, առանց ոչ մի բան։ Իհարկե դա էլ է ծայրահեղ, օրինակ Ամերիկան մոտավորապես տենց է, համարյա բոլորին կարան վաղը գործ, ասեն դու վաղը գործի չգաս, բանավոր նույնիսկ, ու շատ քիչ մարդ կա, որ պաշտպանված է աշխատանքային իրավունքով։ Մեր օրենսդրությունը այդ տենց չի, մեր օրենսդրությունը բավական տենց եվրոպական եւ սոցիալ-դեմոկրատական է, եւ մենք բավական պաշտպանված ենք պահում մեր աշխատողներին, իհարկե որոշ բացառություններ, բիզնեսներն են մեզից բողոքում, ասում են մենք չենք կարող մեր ուզած աշխատողին հանենք, որտեվ այն ճուզածին չեն կարողանում ընդունենք, որտեվ ճուզածին չեն կարողանում հանել։ Այսինքն այս բալանսը միշտ պետքա պահենք եւ արժի սրա մասին ընդհանրապես մտածել եւ խոսել, ինչքան է ճիշտ ամեն ինչ վերահսկելը։ Բայց ձեր ասած հարցով մի հատ առանձին մենք մեր տնային աշխատանքը կանենք, կհասկանանք, եթե բան կա փոխելու ժամերի եւ վերահսկողության մասով անպայման կանդրադառնանք դրան։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար Էլինա Նազարյան։ Բարև ձեզ, ես Էլինա Նազարյանն եմ, Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի ուսանող։ Պարոն Թորոսյան, նախընտրական շրջանում կենսաթոշակների ու նպաստների բարձրացումը հասարակության մի մասի մոտ տպավորություն է թողել, որ սա ոչ թե սոցիալական բարեփոխում է, այլ ընտրություններից ընդառաջ ընտրողներին գոհացնելու միջոց, հատկապես երբ հայտարարվում է մինչև 10,000 դրամի թոշակի բարձրացում եւ որոշակի հետվճարներ, տպավորություն է, որ սոցիալական աջակցությունը դարձել է քաղաքական գործիք։ Եվ ինչպես եք փորձելու համոզել հանրությանը, որ սա քաղաքական ինչ-որ հաշվարկ չէ, նախընտրական հաշվարկ չէ, այլ իրական բարեփոխում, հաշվի առնելով, որ երկար տարիներ թոշակառուները ապրել են նվազագույն կենսապահովումից այլ ցածր պայմաններում, եւ վերջապես սա իրականում սոցիալական արդարություն է, թե պետական բյուջեի հաշվին ձևավորված օրինական ընտրակաշարք։ Շնորհակալություն։ Գիտեք, եթե ձեր ասածը ամբողջությամբ ճիշտ լիներ, հենց տենց է կլիներ։ Եթե ձեր ասածը ճիշտ լիներ, հենց տենց է կլիներ, բայց բարեբախտաբար ձեր ասածը ճիշտ չի, որովհետև մենք վերջի 8 տարում 7 անգամ թոշակ ենք բարձրացրել։ 7 անգամ։ Եվ վերջի բարձրացումը եղել էր հունվարին, իսկ նախավերջի բարձրացումը հունվարին եղել է հետվճարով եւ վերջինն էլ ապրիլին։ Եվ մենք կատարել ենք մեր կառավարության ծրագիրը եւ այդ քաղաքացիները, որոնք որ մեզ հիմա քննադատում են թոշակները բարձրացնելու մեջ, դրանք ակնհայտորեն ընդդիմադիր մեր գործընկերներն են եւ իրանց համակիրները այդ որոշման ընդունումից ուղիղ 1 օր, 1 ժամ, 1 րոպե առաջ մեզ մեղադրում էին մեր նախընտրական խոստումները չկատարելու մեջ։ Իսկ քաղաքացին թոշակառուները նվազագույն սպառողական զամբյուղին հիմա են հասել, բայց մինչ դա մենք 2023 թվականից արդեն պարենային զամբյուղի հարցն ենք լուծել նվազագույն կենսաթոշակով, իսկ հիմա լուծել ենք նաև նվազագույն սպառողական զամբյուղի հարցը եւ սա մեր խոստումների կատարումն է եւ նաև մեր տնտեսական զարգացման կապիտալիզացիան մեր 100 հազարավոր քաղաքացիների համար, եթե չլիներ մեր տնտեսական զարգացման 7.2% տնտեսական աճը 2025 թվականի, այս որոշումը չէր ընդունվելու, բայց այն մեզ թույլ է տալիս այս հարցը լուծել, որտեղ մենք կարծում ենք, որ պետական բյուջեի եկամուտները կլինեն այդքան, որպեսզի այս 80 միլիարդ ավել դրամը մենք այս տարի եւ 110 միլիարդ ավել դրամը մյուս տարի կարողանանք ուղղել այս ծրագրի վրա եւ եթե դու նայում ես ամբողջության մեջ, ինչպես նշեցի, ասենք նվազագույն կենսաթոշակը եղել է 16000, հետո 22 ոնց որ 1000, հետո 36000, հետո 46000, 4 անգամ բարձրացրել ենք։ Բազային կենսաթոշակ եղել է 24000, հիմա սարքել ենք 34000, հետ վճարը ներադրվել սկզբից 10%-ով, հետո 12%-ով, հետո 20%-ով, եւ հետեւաբար սա եղել է մեր վերջի 8 տարիների քաղաքական
քաղաքականությունը, որը շարունակական է եղել եւ լինելու է եւ 28 թվականից էլ մենք ինդեքսավորելու ենք կենսաթոշակները եւ գիտեք քաղաքացիներին համոզելու ոչ մի բան չկա այս հարցում, քաղաքացիները իրանք են որոշում իրանց համար դա իրանց հասանելի կենսաթոշակի եւ նաեւ իրանց տրված խոստումի կատարումն է, թոշակի բարձրացում խոստույր կատարում, թե այլ բան է, յուրաքանչյուր քաղաքացի ինքն է այդ հարցին ինքը իր համար պատասխանում եւ երբ որ նաեւ մենք սա համադրում ենք առողջության ապահովագրության հետ հատկապես 65+ մեր քաղաքացիների, որոնք նաեւ իրենց ընթացիկ դեղորայքի համար ամսական տասնյակ հազար դրամներ չեն տալիս, սա ոչ թե 10,000 դրամի բարձրացումը, սա շատ դեպքերում կրկնապատկում է իրանց այսօր ստացած կենսաթոշակների, այսինքն մինչեւ ապրիլի մեկը ստացած կենսաթոշակների։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Տիգրան Ղալայան։ Շնորհակալություն Տիգրան Ղալայան, Վանաձորի պետական համալսարան։ Պարոն Թորոսյան, ես որպես քաղաքացի, որևէ ընտրության գնայս քաղաքական ուժի կողմնորոշում ունենալու պարագայում ես ի սկզբանե ուսումնասիրում եմ տվյալ քաղաքական ուժի ծրագիրը։ Այսինքն ուզում եմ հասկանալ, թե իրենք ինչ փոփոխություններ են ուզում անեն երկրում։ Այս համատեքստում ձեր 2021 թվականի ընտրություն եւ 2026 թվականի ընտրությունների նախընտրական ծրագիրները իրայից էականորեն տարբերվում են եւ օրինակ այն դույթները, որոնք 21 թվականին վերաբերվում են Լեռնային Ղարաբաղին, այնտեղ նշված էր մասնավորապես, որ պետք է լինի անջատում հանուն փրկության, ինչպես նաև հնարավորություն պետք է ստեղծվի, որպեսզի լղիմ այդ մարզի սահմանները վերականգնվեն, իսկ 26 թվականին այդպիսի Լեռնային Ղարաբաղի մասին դրույթներից պահպանվել է միայն այն, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդիկ բռնի տեղահանվածի եզրույթներ չի օգտագործում։ Պետք է տնավորվեն Հայաստանում 10,000 ընտանիք պետք է տնավորվի եւ բարեկեցիկ կյանք ունենա։ Այս համատեքստում ձեր այն ընտրողները, ովքեր 2021 թվականին ուսումնասիրելով ձեր ծրագիրը գնացել ես քվեն տվել նրա համար, որպեսզի ձեր ծրագրային այդ դրույթները պահպանվեն, ինչպիսի երաշխիք կունենան, որ 26 թվականին ձեր ծրագրի որևէ դրույթ նույն կերպ չի խախտվի, որոնք որ խախտվել են 21 թվականին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, նախ ծրագրային դրույթ չի խախտվել, այսինքն ծրագրային դրույթը օրենք չի, որ խախտվի կամ իրավական ակտ չի, որ խախտվի։ Ծրագրային դրույթը քաղաքացիների հետ երկխոսության ձև է, որ դու ասում ես ես էս եմ անելու, եթե դու ինձ ընտրես։ Բայց միևնույն ժամանակ դու չես ասում, գիտես, ես եթե հանկարծ որոշեմ մի բան, մի այլ բան անեմ կամ դա չստացվի, ես քո հետ չեմ խորհրդակցելու, չեմ խոսելու։ Եվ երբ որ մենք նախընտրական ծրագրին նայում ենք որպես տենց մոտավորապես ուրարտական սեպագիր մի քար, այդ ձեր ասածը ճիշտ է ակնհայտորեն, բայց նախընտրական ծրագիրը սեպագիր քար չի, նախընտրական ծրագիրը քաղաքացիների հետ երկխոսություն է։ Եվ երբ որ օրինակ դու քո իսկ լավագույն ցանկությունները տեսնում ես անիրագործելի եւ հակառակը հələ մի բան էլ տեսնում ես, որ այդ ցանկությունների իրագործումը կարող է Հայաստանի Հանրապետությունը դնել վտանգի տակ մեր իմ ասած երազանքների հայրենիքը, օրինակ այդ անջատում հանուն փրկությունը կարող է բերի Հայաստանից ինչ որ մի բան անջատելուն ուրիշների փրկության համար, դու ասում ես ժողովուրդ ջան, մենք ոնց որ սխալ ճանապարհի վրա ենք եղել։ Մենք պետքա մեր տարածքային ամբողջականությունը առաջին հերթին եւ վերջնական իմաստով պաշտպանենք եւ ոչ թե այն ինչ որ ոչ միջազգային հանրությունը եւ ոչ էլ մենք մերը չենք համարել։ Եվ դա եղել է այս նախընտրական, այսինքն վերջի 5 տարիներին այդ ամեն ինչը եւ դա եղել է երկխոսություն մեր ժողովրդի հետ եւ մեր ժողովուրդը ընդունել է դա, հասկանում եք։ Եթե դա չընդուներ, մենք իշխանության չէինք լինի այսօր։ Պարզապես չէինք լինի։ Եվ նույն ձևով էլ ցանկացած նախընտրական ծրագիր։ Հիմա օրինակ ես մեր ոլորտից կարամ ասեմ, մենք կոնկրետ թվերով բաներ ենք գրել, բայց կարող է որոշ բաներ չհասցնենք այդ թվին։ Մենք գնալու ենք ասենք սիրելի քաղաքացի, գիտեք, ես ասել եմ, որ մենք 1000-ը սոցիալական տուն ենք կառուցելու, բայց ասենք 950 հատ են կառուցել։ Ընդունում եք, որպես կատարված 4 դնում եք գոնե 5-ից կամ 10-ից 9 մյուս ընտրությունների համար, թե ասում եք 2, որտեվ չեք կարողացել։ Նույնը վերաբերում է ավելի լուրջ հարցերին։ Եվ ես առնվազն իմ զգացողություններով եւ մեր քաղաքացիների շփումներով համոզված եմ, որ այդ կետերի տրանսֆորմացիան ուրիշ բանի
Հայաստանի Հանրապետության եւ իրական Հայաստանի վրա կենտրոնանալուն շատ լավ ընկալվել է հենց մեր ընտրողների կողմից եւ մենք ակնկալելու ենք եւ ոչ միայն մեր եւ ոչ այսինքն մեր ու ձեր էլ չկա ընտրողների կողմից, որտեվ բոլորը մեր քաղաքացիներն են, որ դա նաեւ արտահայտվելու է հունիսի 7-ի ընտրություններին։ Եվ ընդհանրապես նախընտրական ծրագրերը բան են, մանիֆեստ են, ինչ որ բան անելու։ Եթե օրինակ օբյեկտիվ հանգամանքներով էլի կարամ մեր ոլորտից բերեմ, ասենք հաշմանդամություն ունեցող անձանց գրել ենք 2000 անձնական օգնական ենք տալու, բայց մի հատ օբյեկտիվ բան կարա փոխվի, որ ես չկարողանամ դա անել, ես գնալու եմ մեր քաղաքացիներին հրապարակային ասելու եմ սիրելի քաղաքացիներ, չի ստացվում այս ծրագիրը անել, ես ձեզ խոստացել էի, բայց չենք կարում անենք, չգիտեմ, փող չկա, գիտելիքը ինչ որ մեկի որ պետք է աներ չկա, ուրիշ բան ենք որոշի անել, դու ընդունում ես մեզ, թե չես ընդունում։ Քաղաքացու արձագանքից եւ նաեւ ընտրությունների ժամանակ արձագանքից դու դա գնահատում ես, քաղաքացին ընդունես, թե չընդունեց։ Եվ ըստեղ որևէ տարօրինակ բան չկա, դա չի կարա բնութագրվի որպես խոստումների դրժում, որովհետև դա մշտական երկխոսության հետևանքով է այդ տրանսֆորմացիան տեղի ունեցել։ Ուրիշ բան է, որ երբ որ օրինակ դու առանց որևէ քաղաքացիների հետ կոմունիկացնելու անում ես տրամագծորեն հակառակ բան եւ մեծ բողոքի ալիք ես բարձրացնում, որը եթե շատ լուրջ հարցակ ես կարա սրբի տանի։ Բայց մեր դեպքում եւ այս փոփոխությունների դեպքում դες բան չի եղել եւ մենք վստահ ենք, որ մեր բացատրությունները քաղաքացիներին այդ դեօկուպացիայի անջատում հանուն փրկության այդ կտորների շատ լավ ընդունվել են եւ ավելին, եթե մենք դա չանեինք, մենք Հայաստանի Հանրապետություն կարող է այսօր չունենայինք, առնվազն իր այսօրվա տեսքով։ Շնորհակալություն։ Միլենա Հակոբյան։ Շնորհակալ եմ շատ։ Ես Միլենան եմ Հակոբյան, սովորում եմ այս պահին իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսում։ Պարոն Թորոսյան, հարցս հետևյալն է. եթե նույն ընտրողով նախկինում ձեզ ձայն է տվել, սակայն այս պահին մի փոքր տարակուսում ու կասկածում է, որը կլինի այն մեկ պատճառը, որով կփորձեք վերականգնել իր վստահությունը։ Շնորհակալ եմ շատ։ Խաղաղությունը։ Եթե շատ կարճ որովհետև կարծում եմ դրանից ավելի կարևոր բան չկա եւ դրանից է բխում ամեն ինչ դրանից է բխում եւ իհարկե անverջ կարելի է դրա մասին խոսալ, բայց շատ կարճ ապա խաղաղությունն է եւ դրա համար է որ մենք մեր նախընտրական հիմնական կարգախոսը ընտրել ենք Տեր կանգնիր խաղաղությանը կարգախոսը, որպեսզի մեր քաղաքացիները իրենց համար որոշեն իրենք ուզում են խաղաղ, զարգացող, բարեկեցիկ երկրում ապրել, թե ուզում են անverջ կոնֆլիկտային ճգնաժամերի մեջ, որը նաև բերում է տնտեսական դժվարությունների, արտագաղթի եւ այլն, այդպիսի երկրում ապրել։ Ես կարծում եմ ընտրությունը շատ ակնհայտ է եւ մենք դա կտեսնենք հունիսի 7-ին։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար Ալինա Զուրաբյան։ Բարև ձեզ, շնորհակալություն հարցի հնարավորության համար։ Ես Ալինա Զուրամյանն եմ Վանաձորի պետական համալսարանից։ Հարցս հետևյալն է, չնայած ձեր խոսքի մեջ արդեն որոշակիորեն անդրադարձակ նրան, որ աղքատների թիվը հստակ նվազել է եւ սպասում ենք, որ ավելի կնվազի, սակայն այնուամենայնիվ շատ մարզերում եւ շատ քաղաքներում աշխատատեղերի պակաս կա ու հատկապես ուսանողների համար, որովհետեւ գրաֆիկներն են խախտված, չեն համապատասխանում աշխատանքի ժամերի հետ եւ նման պարագայում ուսանողների մեծամասնությունը աշխատանք չունի, չի կարողանում գտնել եւ աշխատանքի անհրաժեշտություն ունի, այս պարագայում ինչ հստակ քայլեր է անում քաղաքացիական պայմանագիրը այս պահին, որպեսզի աշխատատեղեր բացվեն նաև մարզերում եւ ոչ միայն Երևանում եւ աշխատատեղերի այդ աշխատաժամերը բավականին համապատասխան լինեն ուսանողների աշխատանքի համար հստակեցված ժամերին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Տեսեք, իհարկե կա դեռևս անհամաչափություն աշխատատեղերի աշխարհագրության, հա, աշխատատեղերը սովորաբար կենտրոնացած են տենց մեծ քաղաքների շուրջ, դա Երևանն է կամ Երևանամերձ համայնքներն են, բայց նաև մենք տեսնում ենք, որ այդ տենդենսը փոխվում է։ Ինչ ենք անում կամ անելու, հա, նախ մեր զբաղվածության ռազմավարությամբ մենք արդյունաբերական կլաստերներ ենք ստեղծելու մարզային մեծ կամ միջին չափի քաղաքների շուրջ կամ մեջ, հա, ասենք այդ թվում օրինակ նույն Վանաձորի կամ Ալավերդու կամ այլ համայնքների, որոնց շուրջ պետքա զարգանա տնտեսական կլաստեր, որը պետքա իրանից բերի նաև զբաղվածության բարձրացում։
այդ մեր ռազմավարության մեջ գրված է նաև զբաղվածության այսօր։ Երկրորդը, մենք մեր ենթակառուցվածքների զարգացման ծրագրով, հատկապես ճանապարհաշինությամբ, արդեն բերել ենք նրան, որը որ շարունակելու ենք, որ տնտեսության համար, տնտեսվարողների համար շատ տարբերություն չլինի, օրինակ իր գործարանը ինքը կառուցի ենթադրենք Մասիս քաղաքում, որը կպած է Երևանին, թե Վանաձոր քաղաքում, որտեղ ինքը խնդիր չի ունենա ճանապարհին իր ապրանքները տեղափոխելու հյուսիս, հարավ եւ արևել կամ արևմուտք։ Այսինքն ինֆրաստրուկտուրան դրդում է զբաղվածության աճի։ Երրորդը մենք տեսնում ենք այդ ավելացող աշխատատեղերը, որոնք որ ամեն ամիս բարձրանում են, բայց ես նաև կուզեմ երկու բան ասեմ ձեր այդ աշխատանքային գրաֆիկի հետ կապված նախ շատ լավ է որ ուզում եք աշխատեք ուսանող ժամանակ, բայց առնվազն սովորելուց հետո հաստատ կկարողանաք աշխատեք, եթե հիմա չեք կարողանում։ Մենք հենց հիմա մի հատ օրենսդրական նախագիծ ենք շրջանառում, որ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների, որը երկու բան է փոխում, մեկը ծնողական ժամի ինստիտուտ է ներդնում, մինչև 12 տարեկան երեխեքի համար, որ կարճ աշխատաժամանակ ունենան, եւ երկրորդ կարևորը ճկուն աշխատանքային գրաֆիկի ինստիտուտ ենք ներդնում, որը թույլ է տալի գործատուներին եւ աշխատողներին իրար մեջ պայմանավորվել, թե իր աշխատաժամանակը որից որն է հաշվելու, որտեվ հիմա 9-ից 6-ն է ստանդարտ աշխատաժամանակը, դրանից դուրս արդեն համարվում է բան, էլի հավելյալ, օվերթայմը համարվում։ Այդ ճկունը թույլ է տալու ավելի ճկուն գրաֆիկ անել, բայց դա էլի միևնույնն է գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ պիտի լինի, ու մենք միշտ պիտի հիշենք, որտեվ եթե գործատուին իր գործը անելու համար այլ պայմաններ պետք, ինքը չի համաձայնվելու մեկ աշխատողի պայմաններին, որտեվ պրոստը գործը առաջ չի գնա, ոչ աշխատավարձ կարա տա, ոչ եկամուտ ստանա եւ այլն, միշտ այդ բալանսը պետքա պահենք։ Այդ երկու էդի հիմա լինելու է շուտով, հուսով եմ մոտակա ազգային ժողովի կամ դրա հաջորդ նիստին կընդունենք։ Հեռավար աշխատանքի օրենքն ենք ընդունել, որը թույլ է տալիս տանից աշխատել հաճախ եւ չգնալ գործի, օրինակ նույնիսկ մեր նախարարությունում ես աշխատողներին թույլ եմ տալիս շաբաթը մի օր գործի չգալ, այլ տնից աշխատել, իսկ կարելի է նաեւ հեռավար աշխատել եւ ընդհանրապես այս ուղղությունը շատ կարեւոր է, որ մարդուն աշխատելու հնարավորություններ տանք։ Մի բան էլ ենք անելու, դա էլ մենք որպես նախարարություն, բայց դա որոշակի միայն երիտասարդների համար կլինի ծրագիրը, որը խթանելու է այն երիտասարդներին, որոնք որ ավարտել են բուհը, բայց այդ պահին ոչ աշխատում են, ոչ սովորում, իհարկե ինչ որ կրիտերիաներով, ոչ բոլոր ուսանողներին, եթե գործատուն վերցնի իրանց աշխատանքի, մենք իրան խրախուսելու ենք, գումար ենք վերադարձնելու գործատուին, որպեսզի ինքը խրախուսվի վերցնել այդպիսի երիտասարդներին աշխատանքի, ինչ ենք սա ուզում անել, որտեվ եթե երիտասարդը ավարտում է բուհը, մի քանի տարի ինքը չի աշխատում իր մասնագիտությամբ, ինքը շատ դժվարությամբ է հետո հետ գալիս նորից աշխատաշուկա, այդ մասով երևի մյուս տարի այդ ծրագիրը կլինի արդեն, որտեվ մի քանի թիրախումբ ունենք, դա ավակ սերնդի ներկայացուցիչներն են, հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն են, կանայք են եւ երիտասարդները, որոնց մենք պետք է խթանեն, որ մտնեն աշխատաշուկա։ Շատ լավ, հաջորդ հարցի համար Արտյոմ Մելքոնյան։ Շնորհակալություն, ես Արտյոմ Մելքոնյան եմ, Գարքունիքի տարածաշրջանային քոլեջի ուսանող։ Դուք հրապարակավ պնդում եք, մեջբերում անեմ, մեզ բարերարներ եւ փրկիչներ պետք չեն, Հայաստանի ամենամեծ բարերարը աշխատող եւ հարկեր վճարող քաղաքացին է։ Հիմա սակայն պետք է հաշվի առնենք, որ ներկայումս կային այնպիսի խոցելի խմբեր, որոնք հենց կախվածություն ունեն բարերարներից, քանի որ հենց պետությունը չի ապահովել նրանց այդ բարեկեցիկ կյանքը։ Հիմա պարոն Թորոսյան, եթե մենք մերժում ենք բարերարների այս մեթոդը, ապա այս դեպքում ինչպես եք պատրաստվում ձեր գլխավորած նախարարության միջոցով, ոնց որ այս ծանր վիճակում հայտնված քաղաքացիներին օգնել, որպեսզի տվյալ իրավիճակից դուրս գան եւ արդյոք միայն հարկեր վճարող քաղաքացու միջոցով կարող են դուրս գալ հենց այդ բարերարների ազդեցության գոտուց, եթե հենց ապահովության ոլորտը չի ապահովում մինիմալ այն ոնց որ արժանապատիվ կյանքի շեմը հենց։ Շնորհակալություն, ես պնդում եմ իմ խոսքերը եւ միշտ կպնդեմ,
որ այո, Հայաստանի Հանրապետությունում եւ որևէ պետությունում ամենամեծ բարերարը աշխատող, հարկեր վճարող քաղաքացին է կամ տնտեսությունը բիզնեսի տեսքով։ Դա չի նշանակում, որ չեն կարող այլ քաղաքացիներ կամ բիզնեսներ որևէ մասնակցություն ունենալ որևէ հարցի լուծման մեջ։ Իմ ասածը քաղաքական իմաստով հետևյալի մասին է, որ խոշոր բիզնեսմենները կլինեն դրանք քաղաքական ուժերի ինչ որ ներկայացուցիչներ կամ այլ, երբեք չեն կարող փոխարինել պետությանը, չեն կարող պարզապես, չեն կարող պետության ոչ դեր վերցնել, ոչ էլ այդ դերը տանել առաջ։ Բայց դենց եղել է ցավոք սրտի։ Այո, օրինակ մեր անապահովության համակարգը, որը կոչվում է Փարոս, որի մեջ հենց հիմա կա 48000 ընտանիք դեռ 2017-ի վերջին եղել է 105 թե 100 մոտ 110,000 ընտանիք, ինչի մասն է եղել այդ համակարգը, որ իրանք ստանան 20-30,000 դրամ ամսական, միշտ մնան աղքատ, միշտ հավերժ։ Մենք ընտանիքներ ունենք 95 թվից Փարոսի մեջ են, 95 թվից։ Այսինքն 30 տարի իրանք անապահովության համակարգի մեջ են, դա անապահովության համակարգ չի, դա աղքատության համակարգ է, մարդկանց աղքատության մեջ պահելու համակարգ է, որ հետո բարերարները գան, ասեն ցորեն, գարի, չգիտեմ, շաքար, ձեթ, պահածո եւ այլն, ես մեծ բարերար եմ, այդ բաները բացեն, ֆուրերը, այդ ամեն ինչով քաղաքացիներ հարցակվեն, որտեվ իրոք դրա կարիք ունեն առանց մեղադրելու այդ քաղաքացիներին։ Իսկ մենք ասում ենք ոչ, դու պետք է աշխատես, որ լավ ապրես։ Ուրիշ տարբերակ չկա, ժողովուրդ ջան։ Պիտի աշխատես, որ լավ ապրես։ Չկա ուրիշ տարբերակ։ Ու մեր քաղաքացիները այդ ամեն ինչը լավ էլ ընկալում եւ վերցնում են, ու մենք ունենք ավելացող աշխատատեղեր։ Իհարկե դա չի նշանակում, որ չկան քաղաքացիներ, որոնք չեն կարողանալու դա անել։ Մեր ավակ սերնդի ներկայացուցիչներն են, քիչ առաջ խոսում էին կենսաթոշակառուների մասին, հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիներն են, որոնք որ իրոք չեն կարողանալու աշխատել, օրինակ երեխա պահող մայրերն են, որ շատ երեխաներ ունեն, պետքա խնամեն իրանց երեխաներին եւ այդպես շարունակ։ Եվ մենք պետքա այդ մյուս քաղաքացիներին, որոնք օբյեկտիվորեն չեն կարող աշխատել, օգնենք, բարձրացնելով իրանց կենսաթոշակները, բարձրացնելով հաշմանդամության նպաստները, հաշմանդամ ունեցող քաղաքացիներին տրամադրենք աջակցող միջոցներ, ասենք, այս վերջերս ընդլայնեցինք աջակցող միջոցների ցանկը, մոտավորապես մի քանի միլիարդ դրամի աջակցող միջոց ենք մենք տալիս ամսական, որ այդ քաղաքացիների հոգսը թեթևանա, առողջության ապահովագրությունով ենք իրանց հոգսը թեթևացնում։ Իսկ այն անապահովության համակարգը, որը ոչ թե անապահովության համակարգ է, այլ աղքատության, մենք տրանսֆորմացնում ենք, փոխում ենք եւ շուտով այն մեկնարկելու ամբողջ երկրում, հիմա այն գործում է Սյունիքում եւ Կոտայքում, որտեղ որ նախ նպաստների չափը ոչ թե 20 կամ 30,000 դրամ, այլ միջին չափը 80,000 դրամ է, իսկ առավելագույն չափը 200,000 դրամ է, բայց այդ համակարգը արդեն աշխատանքի մասին է, ոչ թե աղքատության, ու դրթում է մարդուն աշխատել, ու ով հրաժարվում է աշխատանքից, ինքը պարզապես զրկվելու է այդ նպաստից։ Պարզապես զրկվելու է։ Եկեք գնանք այդ համայնքներում, որտեղ որ շատ անապահովության նպաստ ստացող քաղաքացիներ կան, մի հատ հարցնենք բիզնեսմեններին, ինչ են ասում։ Ասում են, ձեր համակարգը քանդում է մեր բիզնեսները։ Մարդիկ տունը նստած 30,000 դրամ են ստանում, չեն ուզում գան, աշխատեն, ստանան 100,000 դրամ։ Աբսուրդի ժանրից է պարզապես, որովհետև այդ անապահովության նպաստի մեջ կա, ասենք, հոսանքի վարձի զեղչ, առողջության ապահովագրության հասանելիություն, եւ մենք փաստացի բազմաթիվ մեր քաղաքացիներ դրթում ենք չաշխատել։ Հիմա մենք ասում ենք, չէ, տենց չի։ Այո, պիտի աշխատես, պիտի աշխատանքով լավ ապրես եւ նաեւ հարկեր վճարես, որպեսզի մյուս ծախսերը հոգա պետությունը քո համար։ Դպրոց կառուցի, ճանապարհ կառուցի, մանկապարտեզ կառուցի, ապահովագրություն տա, չգիտեմ, նոր ռեֆորմներ անի եւ այդպես շարունակ։ Եվ դա միակ ճանապարհը եւ կներեք, բայց եւս մեկ անգամ ավարտելով հարցի պատասխանը, այո, Հայաստանի Հանրապետությանը փրկիչ բարերարներ պետք չեն, իրանք երբեք չեն փրկում եւ բարերարությունը պարզապես չեն անում։ Իրանք դա անում են իրանց անձնական շահի համար եւ ձեզնից ավելի լավ
փրկիչներ ու բարերարներ, այդ թվում էս դահլիճում նստած, պարզապես չկան Հայաստանի Հանրապետությունում։ Սարոզ Արգարյան։ Ես Սարոզ Արգարյանն եմ, Գյումրու թիվ 1 ավագ դպրոցից։ Հարցս արտաքին քաղաքականության վերաբերյալ է։ Հիմնվելով ԿՊ նախընտրական ծրագրի, հատկապես հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականության հատվածին, այնտեղ շատ հստակ ներկայացվում էր հետաքրքրվածությունը Շանհայի համագործակցության կազմակերպության վերաբերյալ եւ միևնույն ժամանակ 19-րդ կետում նշված է ԵՄ վիզաների ազատականացման եւ հետագայում արդեն ուրեմն անդամակցելու երկխոսությունների մասին եւ այսպիսով ինչպես է Հայաստանի կառավարությունը պատրաստվում փարատել Եվրոպական միության մտահոգությունները կապված Շանհայի համագործակցության կազմակերպության խիստ հակաարևմտամետ երանգների շուրջ եւ հատկապես երբ որ մենք ունենք եւ խոսում ենք արտաքին քաղաքականության բալանսավորման մասով այն արդյոք չի դանդաղեցնում մեր եւ Եվրոպական միության հարաբերությունները հատկապես վիզաների ազատականացման եւ հետագայում անդամակցության համատեքստում։ Շնորհակալություն։ Գիտեք, ինձ թվում է դուք ձեր հարցին պատասխանեցիք արդեն այն սկզբում ասելով բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն։ Մենք միշտ ասել ենք, որ շատ տեղերից կախվածությունը, մի տեղից կախվածությունը կամ փոխկախվածությունը պետքա փոխարինենք շատ տեղերից կախվածությամբ կամ փոխկախվածությամբ եւ տարբեր տեսակի կազմակերպությունների մեջ ներգրավելը դիտորդ անդամի կամ լիիրավ անդամի կարգավիճակով հենց դրա մասին է։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ աշխարհում շատ երկրներ կան, որ հենց այդպիսի քաղաքականություն են վարում ու ոչ մի խնդրեմ չունեն։ Հենց օրինակ մեր հարևան Ադրբեջանն է, Ադրբեջանի օրինակը պատահական չբերեցի, օրինակ նույն են Մեդվեդևի ասացի տեսանկյունից։ Ասենք օրինակ Իտալիայի ամենամեծ նավթային պարտները Ադրբեջանն է, բայց նաև Ադրբեջանը շատ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, Ադրբեջանը շատ լավ հարաբերություններ ունի նաև Չինաստանի հետ։ Ադրբեջանը նաև շատ լավ հարաբերություն ունի նույն Իրանի հետ, որ տես թվում է թե իրանք այնտեղ բանը իրանց այդ ադրբեջանական հատված եւ այլն եւ այդպես շարունակ։ Նույն Թուրքիան մաքսային միության անդամ է Եվրոպական միության, գիտեք, չէ՞։ Թուրքիայի եւ Եվրոպական միության միջև անմաքս առևտուր կա, բայց Թուրքիայի ու Եվրոպական միության մեջ նաեւ լիքը կնճռոտ հարցեր կան։ Ու նույն Թուրքիան նույն էս ռուս-ուկրաինական պատերազմում ինչ դիրքորոշում ունի, արդյոք աջակցում է սանկցիաներին եվրոպական։ Ոչ մեն չի աջակցում, այլև թույլատալի շրջանցել։ Եվ Թուրքիան մեծ օգուտներ է ստացել այս ռուս-ուկրաինական պատերազմից։ Հիմա իմ ասածը ինչ է, որ եթե մենք իմաստուն գտնվենք բավարար չափով, այդ թվում նաև ձեր պես երիտասարդները վաղը համարել են մեր դիվանագետների շարքերը, մենք միանշանակ կարանք այդ բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականությունը առաջ տանենք։ Առնվազն հիմա որևէ խոչընդոտ չկա Եվրոպական միության մեր ինտեգրացիոն process-ներին, հատկապես վիզաների ազատականացման մասով եւ հույս ունեմ հետագայում նաև ավելի լայն ինտեգրման, դա կարա լինի քաղաքական ինտեգրումը ամբողջությամբ անդամության, դա կարա լինի միայն ազատ առևտրի կտորը, իհարկե նաև արդեն այդ ժամանակ համադրելով ԵԱՏՄ անդամության կարգավիճակի հետ, որտեվ հավանաբար, որտեվ դա էլ հաստատ չի, դա հնարավոր չի լինելու համատեղել, որտեվ երկրներ կան լավ էլ կարողանում են երկու տարբեր տեսակի ազատ առևտրի գոտիների միջև ինչ որ ձևով լինել, այսինքն չասեմ հակադիր, բայց առնվազն ոչ նույն, հա։ Եվ դա հնարավոր է մեր վարած, մեր նկատի չունեմ անձամբ մեր քաղաքացիական, մեր երկրի վարած քաղաքականության միջոցով հասնել, որպեսզի մենք ունենանք թե մատակարարումներ շատ երկրներից, թե արտահանում շատ դեպի երկրներ, որպեսզի մի երկիր մեր վրա որևէ ձևով չազդի, կլինի դա Ռուսաստանի Դաշնությունը, Եվրոպական միությունը, չգիտեմ, օրինակ Չինաստանը Շանհայյան համագործակցությունով, եւ եթե մանավանդ վերջի տարիների փոփոխություններն ենք մենք նայում, հատկապես օրինակ ամերիկյան նոր վարչակազմով, հա, պայմանավորված, այդ ամեն ինչը ընդհանրապես դառնում է շատ ակտուալ, այսինքն նույն Ամերիկան, հա, ասենք օրինակ Չինաստանի հետ տենց առևտրային պատերազմների մեջ, հա, բայց մեկը Չինաստան երևի ամենամեծ առևտրային գործընկերն է Ամերիկայի, որտեվ ինչ առնում ես Ամերիկայի, made in China է, բառի ուղիղ իմաստով, ամեն ինչ, այս հեռախոսներից սկսած, Տրամպն ասում էր, պիտի iPhone-ները Ամերիկայում չարտադրվեն, տեսել եք հեչ made in America iPhone,
Չկա պես բան։ Երևի չի ելնելու մոտ ապագայում։ Այսինքն այդ ամեն ինչը կամ նույն Եվրոպայում, հիմա Եվրոպայում եք ինչքան էլեկտրական չինական ավտոներ կան, շատ։ Չնայած իրանք պայքարում են, որ օրինակ գերմանական ավտոինդուստրիան չմեռնի, որտեղ Volkswagen-ի գործարանները փակման եզրին են պարզապես։ Բայց այդ աշխարհը այնքան բանա փող կախված է, այնքան փող կախված է, որ հակառակը դու պետքա կարողանաս դրանից օգտվել, ոչ թե ասես, չէ, եթե ես այս մի կառույցի անդամ եմ, վերջ, ես էլի մեջ չխոսակ դուք ոչ արևելքից, ոչ արևմուտքից, ոչ հյուսիսից, ոչ հարավից, եւ ես կարծում եմ, որ եթե մենք խելացի քաղաքականություն վարենք, այդտեղ միայն օգուտներ կկարողանանք ստանալ եւ ոչ թե վնասներ, շնորհակալություն։ Շատ լավ, պարոն Թորոսյան, ուզում եմ առիթից օգտվելով ես էլ հարց ուղղել, մինչև մյուս մասնակցի հարցը, վերաբերվում է նախկին ձեր գործընկերոջ Դավիթ Սանասարյանի վերաբերյալ դատական գործին եւ դրանում ձեր ներգրավվածությանը։ Եթե չեմ սխալվում, դատական գործի բնույթը այնպիսին էր, որ Դավիթ Սանասարյանը մեղադրվում էր պաշտոնյական դիրքը չարաշահելու մեջ, հետո առաջինածյանի վճռով նա արդարացվեց, հիմա կրկին ոնց որ թե վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Պարոն Թորոսյան, հարցս հետևյալն է, ինչքանով որ հասկացել եմ, պարոն Սանասարյանը ձեզ մեղադրել է նաև սխալ ցուցմունք տալու մեջ։ Ուզում եմ հասկանամ, այս դատական գործընթացը, որ տևել է 7 տարի ձեր նախկին գործընկերոջ նկատմամբ, ինչ որ ձևով փոխել է ձեր վերաբերմունքը դատական գործընթացի բուն խնդրու առարկայի վերաբերյալ։ Ես ճիշտն ասած, այս վերջերս մի հատ ինտերվյուի ժամանակ շատ մանրամասն անդրադարձել եմ սրան, շատ մանրամասն առիթ կլինի, նույնիսկ իմ էջում դրել եմ, կխնդրեմ նայեք, հիմա շատ չեմ այդքան խորանա, բայց ես կասեմ մի բան, այն ինչ որ ես ասել եմ, չի եղել Դավիթ Սանասարյանի մասին, ընդհանրապես չի եղել Դավիթ Սանասարյանի մասին, եղել է այն ժամանակ ՊՎՑ աշխատողների իմ կարծիքով պետական գնումների գործին միջամտելու մասին, որում պնդում եմ մինչ օրս, եւ այդ քաղաքացիները չեն արդարացվել, այդ ովքեր որ միջամտել են, իրանց գործերն էլ կարճվել վաղեմության հիմքով, ու իրանք ընդունել են, որ վաղեմության հիմքով ոչ արդարացնող հիմքով իրանց գործերը կարճվեն։ Այսինքն դա տեղի է ունեցել։ Այսինքն մարդկանց պետական գնումների մասնակցող մարդկանց ավտոյի բանից մեջից, ասենք, սարքենք, թե որի համար որ իրանք պետական գնումի են մասնակցել, թղթեր են գրել իրանց անունից, որ տեխնիկական բնութագրեր փոխվեն։ Ինչ վերաբերում է Բուն Սանասարյանին մեղադրանքին, որը որոշում են նախաքննական մարմինները, ես որևէ առնչություն չունեմ։ Ես տվել եմ ցուցմունք, ես նախ ի սկզբանե հաղորդում եմ տվել, որ sense բան է տեղի ունենում։ Հետո ինձ կանչել են ցուցմունք տալու նաև Արարեսման Սանասարյանի հետ, եւ ես ասել եմ, այն ինչ որ տեղի է ունեցել, թե դրանից հետո նախաքննական մարմինը ումա ինչ մեղսագրե, դա որոշում է նախաքննական մարմինը, դա հսկում է դատախազությունը, վերջում է որոշում է կայացնում դատարանը եւ մեր համար դատարանի որոշումը օրենք է։ Ես ոչ մեկին ոչ մեղադրել եմ, ոչ էլ դրա իրավունքը ունեմ ասելու բան է։ Դավիթ Սանասարյանը կամ որևէ մեկը մեղավոր է կամ մեղավոր չի, դա դատարանի առարկելի բանն է, մենաշնորհն է, հա, Հայաստանի Հանրապետությունում եւ շատ երկրներում։ Ուրիշ բան, որ կարար դեպքերը այլ կերպ զարգանար, եթե օրինակ իմ գործընկեր Դավիթ Սանասարյանն մի քանի խորհուրդ ժամանակին լսած լիներ, որի մասին ես այդ իմ ինտերվյուում ասել եմ, կարելի է նայել։ Շատ լավ, հաջորդ հարցի համար Տաթևիկ Միլիտոնյան։ Բարև ձեզ, Միլիտոնյան Տաթևիկ, Երևանի Պետական Համալսարան։ Պարոն Թորոսյան, դուք հայտարարել եք, որ քաղաքացիական պայմանագիրը ժողովրդի մեջ ունի շատ մեծ վստահություն եւ այդ պատճառով հաղթելու է ընտրություններում, սակայն եթե հաշվի առնենք 2021 թվականի ընտրությունները, ապա մասնակցության թիվը կազմել է 49%, իսկ քաղաքացիական պայմանագիրը ստացել է մոտ 53.95% ձայն։ Արդյոք սա բավարար հիմք է խոսելու ժողովրդի վստահության մասին, հատկապես այն դեպքում, երբ հասարակության մեջ շարունակվում են պահպանել քաղաքացիական բևեռացումն ու քաղաքական բևեռացումը եւ պետական ինստիտուտների նկատմամբ անվստահությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Գիտեք, ավելի լավ հիմք պարզապես չի կարա լինի, քան այն ինչ որ դուք ասացիք, դուք ըստ էության պատասխանեցիք ձեր հարցին, որովհետև ընտրություններում հաղթում են այն ուժերը եւ ըստ էության մանդատ են ստանում այն ուժերը, որոնք որ ունենում են այնպիսի ցուցանիշներ, որոնք դուք նշեցիք։
ասենք 50% մասնակցություն եւ մենք խրախուսում ենք, որ լինի 50, 60, 70, երկրներքան 80-90% մասնակցություն կա։ Նույնիսկ բանավեճ կա, արդյոք պետք չի ընտրությունների մասնակցությունը դարձնել պարտադիր, ոչ թե կամավոր, հələ մի հատ էլ ով չի մասնակցում, տուգանք տաս, որ բոլորը իրանց ձայնը պարտադիր ինչ որ մեկին տան, կլինի այս կողմ կամ այն կողմ, եւ այդ մասնակիցների մեջ 54% ձայն տանելը ես չեմ պատկերացնում ուրիշ ինչ ցուցանիշ պետքա լինի որևէ քաղաքական ուժի համար, որ ասի, որ ինքը ունի մեծ վստահություն ժողովրդի մեջ, առնվազն նախորդ ընտրությունների արդյունքներով, շուտով էլ կտեսնենք, ով կունենա այդպիսի ցուցանիշներ ապագա ընտրությունների մասով։ Ինչ վերաբերում է բևեռացմանը, ապա մենք փորձում ենք մեր քաղաքականությունը վարել ներառական իմաստով եւ մեր համար որևէ տարբերություն չկա։ Օրինակ ես երեք քարոզարշավ եմ եղել Նոր-Նորքում, ինքս ման եմ եկել, հարյուրավոր քաղաքացիներ եմ մոտեցել, շատ քաղաքացիներ չեն ուզեցել ինձնից վերցնել մեր բրոշուրը եւ ես ուղիղ եթերում էլ ասել եմ, որ դա իրանց իրավունքն է, իրանք իրավունք ունենալ այլ քաղաքական հայացքներ, ոչ թե օրինակ իրանց ասել եմ դուք ծախված եք, դուք ռուսի շպիոն եք, դուք եսի ինչ եք, ոնց որ օրինակ հաճախ մեզ են ասում, այսինքն դուք թուրքի շպիոն եք, դուք չգիտեմ ինչ եք։ Մեր առնվազն կողմից մեր քաղաքացիներին բոլորին սիրում հարգում ենք, համարում ենք մեր Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ, իրանց քվեն, իրանց խոսքը մեր համար ընտրությունների ժամանակ այդ իրանց տված քվեն օրենքա, ոնց կորոշեն, նենց էլ կձևավորվի Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը, կառավարությունը, ազգային ժողովի մեծամասնությունը։ Կա հակառակ տեսակետը, կա, դաշտում կա, սրացում կա։ Մենք ինչքան հնարավոր է փորձում ենք դա չսրել, ավելին ասեմ։ Մեր կուսակցությունում որոշում կա ներքին վարչության, որ արգելում է մեր կուսակցականներին շատ սուր ձևով, այդ թվում նաև ոչ նորմատիվ բառապաշարով արձագանքել բաներին, մեր հակառակորդներին, որպեսզի մենք ցույց տանք, թե ինչպիսին պետք է լինի բանավեճը, հնարավորինս բովանդակային եւ քաղաքակիրթ, քան թե հակառակը իրար հայոյելով եւ այդպես շարունակ։ Հաջորդ հարցի համար Լևոն Վարդապետյան։ Ողջունում եմ ձեզ, ես Վարդապետյան Լևոն եմ Աչաջուր գյուղից։ Դուք ունեք պետությունը ունի ծրագիր 16-ից 20 միլիոններով սահմանամերձ գյուղերում տներ են կառուցվում, բայց մտահոգություն ունեմ այն մասով, քանի որ ես Աչաջուր գյուղից եմ ու տներ են կառուցվում մեր սահմանամերձ ու հարևան գյուղերում, տպավորություն է, որ այդ ծրագրերից օգտվում են ավելի շատ կամ կիսով չափ այն մարդիկ, ովքեր որ կարիք չունեն, քան թե որ կարիք ունեն, հիմա բացատրեմ ինչու, շատ մարդիկ ունեն բանկերի հետ խնդիր, սոցիալապես անապահով են, ունեն բանկերի հետ խնդիր, այդ իսկ պատճառով չեն կարողանում ձեռք բերել այդ տները։ Ու նաև բանկի հետ խնդիր ունենալուց բացի, ունեն նաև ցածր աշխատավարձի խնդիր, օրինակ։ Բայց կան մարդիկ, ես ճանաչում եմ նաև անձամբ, որ լինելով բնակվելով Երևանում, արհեստական գրանցվել են ինչ-որ սահմանամերձ գյուղում, ձեռք բերել հողամաս ու տներ կառուցել։ Հիմա մեր նպատակը, պետության նպատակն է, որ բնակչությունը թույլ չտանք, որպեսզի սահմանամերձ գյուղերից արտագաղթի, ինչպես նաև մեծացնենք բնակչությունը։ Բայց այս պարագայում կարծում եմ, որ մենք չենք հասնում մեր նպատակին ու ընդհակառակը հնարավորություն ենք տալիս մարդկանց հասնել իրենց նեղանձնական շահերին, կառուցել տներ, որոնց նպատակ հիմնականում որպես ամառանոց կամ այլ նպատակով ծառայեցնելն է։ Հիմա ուզում եմ հասկանամ ինչ միջոցներ եք կիրառելու, ինչ եք մտածելու, որպեսզի ավելի շատ թիրախին հասնենք, քան նման մարդկանց հնարավորություն տանք, ու նաև արդեն իսկ կառուցված տների համար ինչ մեխանիզմով ենք մենք փորձելու ապահովել, որպեսզի Երևանի կամ Ռուսաստանում կամ Գյումրիում բնակվող անձով ձեռք բերել տուն, հետ գա ու ապրի հենց այդ տան մեջ։ Շնորհակալություն։ Տեսեք, նախ նպատակը մենակ այդ չի, որ մենակ տեղի բնակչությունը տուն կառուցի, նպատակը երկուսն է եղել, եւ տեղի բնակիչը որ կառուցի, եւ նաեւ այո, այլ տեղի բնակիչն է գա կառուցի եւ այո, հենց ամառանոցել օգտագործի, ավելին նույնիսկ bed and breakfast սարքի գիշերակացով տալու տուրիզմ զարգացնելու համար, որ այդ գյուղերում նաեւ շարժ լինի։ Եվ հետևաբար ինքը իր նպատակի իմաստով հասել է իր նպատակին։ Երկրորդը,
ոչ մեկին չեն կարա ստիպենք որևէ տեղում ապրել, այդ մոռացեք պարզապես, ոնց որ ձեզ չեն կարա ստիպեն որևէ տեղ ապրել, բայց երբ որ դու ստեղծում ես պայմաններ, այդ թվում գյուղեր կան, հարյուրավոր նոր տներ են կառուցվել, օրինակ Կողբում 230 տուն է կառուցվել, դա նոր գյուղ է, գյուղեր կան 100 տուն է կառուցվել, նախկինում 50 տուն է եղել ընդամենը։ Եվ այդ ամեն ինչը թույլ է տալու, որ մարդիկ ուզենան գան։ Մարդիկ պիտի ուզենան գան այդտեղ որպես ամառանոց։ Ասենք նույն այդ ճանապարհները, որ սարքում ենք, հա, մարդկանց թույլ է տալիս ճանապարհը կրճատել իրենց Երևանից, Գյումրիից կամ որևէ այլ տեղից, որպեսզի ուզենան գան, գոնե շաբաթ-կիրակին այնտեղ անցկացնեն եւ նաեւ փող ծախսեն այդ գյուղերում ու նաեւ այդ գյուղերը զարգացնեն։ Ոմանք էլ ովքեր որ տեղում են եւ եղել եւ սարքել, իրենք ավելի լավ պայմաններում ապրեն։ Այսինքն այդ մեկ։ Երկրորդը 16 միլիոնի շրջանակներում բանկային պատմությունը ընդհանրապես կապ չունի։ Ուզում է դասակարգված վարկեր ունենաս, ուզում է դատական ակտերի հարկադիր կատարումով բռնագանձումների տակ լինես, եթե դու ուզում ես կառուցել տուն, որի շահառուն ես կարողանում հանդիսանալ տարբեր կրիտերիաներով, այնտեղ կրիտերիաներ կա, երեխաների կրիտերիա կա եւ այլն, հող ունենալու շինթույլտվություն ունենալու, բացարձակ կապ չունի քո հարկային պատմությունը։ Բայց եթե դու ուզում ես 16 միլիոնից նույնիսկ 1 դրամ ավել վարկ վերցնել, որտեղ մարդիկ կան ասում են 16 միլիոնով ես կսարքեմ 2 սենյականոց տուն, բայց ես ուզում եմ սարքել 4 սենյականոց տուն եւ ինձ պետք է հավելել եւս 10 միլիոն դրամ, հա։ Այդ ժամանակ բանկը ասում է ես չեմ կարա եւս քեզ 10 միլիոն տամ, որովհետեւ 16 միլիոն է քո թույլատրելի սահմանաչափը։ Իսկ 16 միլիոնի երաշխավորը մենք ենք, պետությունն է վճարում դրա գումարները, այսինքն վարկային պատմությունը բացարձակ կապ չունի։ Ժամանակին միգուցե եղել է, բայց մենք այդ փոխել ենք ընթացքում։ Եվ երրորդը մենք նոր ծրագիրը վերամեկնարկելիս մի պայման ենք դրել, որ հիմա կարող են օգտվել միայն այն քաղաքացիները, որտեղ հասկացանք, որ ամեն դեպքում դրսից ավելի շատ են սարքում, քան ներսից, որոնք նախկին 1 տարում ամուսիններից որևէ մեկը գրանցում ունի այդ գյուղում։ Այսինքն եթե հիմա նոր ծրագրով քվոտա ենք տվել, օրինակ Մովսես գյուղին, հա, Բերթի 50 հատ տուն կարան դե կառուցեն։ Հիմա եթե ես ուզենամ գնամ կառուցեմ, չեմ կարա կառուցեմ, բայց Մովսես գյուղում վերջի մի տարում ապրող ցանկացած քաղաքացի կարա կառուցի, ով ունի մինչև 18 տարեկան երեխա կամ ամուսինների տալիքը չի գերազանցում 75 տարեկան, այսինքն 35-40 տարեկան են, ու այդ ծրագիրը շատ պոպուլյար է, շատ։ Մենք արդեն 1400 քվոտա ենք տվել, շատ գյուղերում արդեն էլ ավարտվել է քվոտան, ու ասենք ունենք չեմպիոն գյուղեր, այդ մեկը ասացի Կոբնա, մեկն էլ Արենինա, Արենիում էլ է մի 200 հատից ավել տուն կառուցվել, բայց մենք նաև փորձում ենք այդ ծրագիրը տրանսֆորմացնել դպրոցաշինության հետ կապելով, հիմա արդեն կա ոչ սահմանամերձ գյուղերում էլ քվոտաներ, այնտեղ որտեղ որ մենք նոր դպրոցներ են կառուցել, բայց այդ դպրոցներում կան դեռ թափուր աշակերտների տեղեր, որպեսզի դրթենք մարդկանց գնան այդ գյուղերում ապրեն ու բան անեն, երեխաներին տանեն այդ նոր կառուցված հրաշալի դպրոցներ։ Հաջորդ հարցի համար Մերի Գրիգորյան։ Բարև ձեզ, շնորհակալություն հարցի հնարավորության համար։ Ես Գրիգորյան Մերին եմ, Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների 4-րդ կուրսի ուսանողուհի։ Հարցս հետևյալն է, խոսեցիք հավասարակշռված քաղաքականության վարելու կարևորության մասին, սակայն եթե նայում ենք թվերին, այս պահին բալանսավորված քաղաքականության առումով դիվերսիֆիկացվում են կապերը միայն ռազմական ոլորտում, որ փորձում են տարբեր երկրներից զենքեր գնվել, իսկ մյուս ոլորտներում, օրինակ էներգետիկ, լոգիստիկ ու տնտեսական, դեռ պահպանվում է կախվածությունը Ռուսաստանից եւ արտահանման մեծ մասն էլ հիմնականում ուղղորդված են դեպի Ռուսաստան ու ԵԱՏՄ երկրներ եւ վերջին շրջանում կտրուկ աճ է գրանցվել Արաբական Միացյալ Էմիրությունները, սակայն դա ավելի շատ վերարտահանում է ու հարցս հետեւյալն է, ինչ կոնկրետ մեխանիզմներ են նախատեսվում, որպեսզի այդ կախվածությունը չեզոքացվի ու նվազեցվի ու իրական բալանսավորված քաղաքականություն վարվի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Տեսեք, երբ որ մենք նայում ենք բացարձակ թվերով, իհարկե կա աճ բոլոր ուղղություններով, այդ թվում Ռուսաստանի Դաշնության հետ եւ նաեւ միգուցե բանով, հա, մասնաբաժնի տեսանկյունից, բայց մենք մի քանի բան պետք է նախ հասկանանք եւ հիշենք, օրինակ նույն էներգակիրների մասով, տեսեք, մենք նախ մեր
սեփական հզորություններն ենք մեծ ասում արևային էներգետիկայի, որպեսզի կախվածությունը անկախ նրանից դա կլինի Ռուսաստանի Դաշնությունից թե այլ տեղից կչացնենք։ Երկրորդը մենք էներգակիրներ վառելիք ենք սկսել ներկրել ոչ միայն ու այլ երկրներից նույնպես, ու դա ոչ միայն Ադրբեջանն է, մենք բավական վաղուց արդեն մի 2 տարի ավել է նաև վառելիք ենք ներկրում Եվրոպայից, Արևելյան Եվրոպայից եւ խոսքը հատկապես այդ նոր բացվող ցանցերին է վերաբերում բենզակալոնկաների, հիմա ռեկլամ չանեմ, եւ նաեւ Ադրբեջանից էլ ենք ներկրում, ինչը շատ լավ է, որովհետեւ մատչելի է ավելի, քան թե ուրիշ երկրներից ներկրված, այդ թվում ու Եվրոպայից ներկրված է, Եվրոպային է նույնիսկ ավելի թանկեր, քան Ռուսաստանին է։ Բայց այդտեղ մի բան պետք է հաշվի առնենք, որ ամենամեծ գործոնը դիվերսիֆիկացման այնուամենայնիվ լոգիստիկան է, որովհետև երբ որ դու չունես բաց ճանապարհներ եւ հատկապես անցողունակ, հա, անցող այնպիսի ճանապարհներ, որոնց անցունակությունը շատ բարձր է, թողունակությունը, դու շատ կաշկանդված ես ու դրա համար է մեզ անհրաժեշտ հենց ապաշրջափակումը եւ օրինակ նույն հիմա Ղազախստանից ցորենի ներկրում, Ռուսաստանից ցորենի ներկրում Ադրբեջանի երկաթ գծով եւ վստահ եմ նաեւ արտահանում դեպի արևելյան շուկաներ ու ոչ միայն Ղազախստան, այլ ավելի հեռու նույն Չինաստանից այս կողմենկով շատ կարեւոր է ու ամենակարևորը բանն է Թուրքիայի սահմանն է հարգելի գործընկերներ Եվրոպական շուկաների հասանելիությունը մենք մի ձևով ունենք հիմա Վրաստան, Սևծով, արևելյան նավահանգիստներ Ռումինիայի եւ Բուլղարիայի, բայց դուք հիմա շատ լավ գիտեք Սևծովում ինչ է կատարվում։ Սևծովում ասենք ամեն օր մի հատ նավ են խորտակում, երբեմն պատահաբար։ Եվ մենք խնդիր ունենք ճանապարհների հասանելիության ու աշխատում ենք այդ ուղղությամբ, որ օր առաջ ճանապարհները բացվեն, նաև տրիպի նախագիծն է դրա մասին, որ օրինակ Վրաստանի տարածքով չգա երկաթգիծը Հայաստան, այլ հենց մեր տարածքով գա Ադրբեջանից ուղիղ ըստ անհրաժեշտության, ու մենք էլ օգտվենք Նախիջևանի տարածքով հասնելու Սյունիք, Մեղրի։ Եվ մի բան էլ ենք անում, որը մի բան չէ, երկու բան։ Երկրորդը մեր ապրանքների ստանդարտացումն է շատ կարևոր, որովհետև եվրոպական շուկաները, իդեպ նույն արաբական շուկաներն են, շատ բարձր ստանդարտներ ունեն ապրանքների, ի տարբերություն մեր ավանդական շուկաների, որոնք ընդունում են մեր ապրանքները մոտավորապես այնպես, ինչպիսին կան։ Դրա համար մենք մեր լաբորատոր հզորություններն ենք մեծացնում, հատկապես էկոնոմիկայի նախարարությունն է դրանով զբաղվում, որպեսզի օրինակ մեր նույն կաթնամթերքը դա կլինի պանիր, չգիտեմ, այլ ավելի շուտ սպառվող կաթնամթերք, մեր ալկոհոլային խմիչքների, գինի, կոնյակ եւ այլն համապատասխան են եվրոպական ստանդարտներին, որը 500 միլիոնանոց շուկա է մոտավորապես, եւ ես գիտեմ ինքս արտահանողներ, որոնք հիմա եվրոպական շուկա ապրանք են արտահանում, ճիշտ է փոքր քանակներով, որտեղ լոգիստիկ խնդիրներ կան, բայց այդ ուղղությամբ զարգանում է եւ մի ծրագիր ենք արել եւ եթե չեմ սխալվում, ինչեւ հիմա էլ անում ենք, փոխհատուցում ենք Եվրոպական միություն եւ Մեծ Բրիտանիա արտահանվող ապրանքների մաքսավճարի չափը, որտեղ մենք հիմա ազատ առևտրի ռեժիմ չունենք, ժամանակին ունենք GSP+ ռեժիմ, որը ցածր հնա ունեցող per capita հնա ունեցող երկրներին թույլ է տալիս արտոնյալ պայմաններով ապրանքներ ներկրել Եվրոպական միություն, բայց այլևս մենք ցածր մեր բանը per capita GDP-ն մարդաշնչի հաշվով երբ որ բարձրացավ, մենք այլևս դուրս եկանք այդ հնարավորությունից եւ խրախուսում ենք, որպեսզի տնտեսվարողները կարողանան այդ շուկաներ արտահանել ու ընդհանրապես այս ամենակարևոր ուղղությունն է, ես դրա համար եմ ասում նույնիսկ այն ամենասկզբի հարցի ժամանակ, որ անվտանգությունը շատ հաճախ տնտեսական կապերով է հենց ամրապնդվում, քան թե այլ գործիքներով ու շատ կարևոր է, բայց նաև սա չի նշանակում, որ մենք Ռուսաստանի հետ քչացնելու ենք առևտուրը, հակառակը, մենք պետք է մեր տնտեսությունը այնքան մեծացնենք, որ բոլորի հետ էլ կարողանանք մեծ կտորներով առևտուր անել, կլինի դա ծոցի երկրներ, արաբական Եվրոպա, ավանդական Ռուսաստան կամ ավելի հեռավոր արևելք, Չինաստան եւ այլն, օրինակ նույն գինիների մասով Չինաստանը անսահման շուկա է, անսահման պարզապես
Մենք նույնիսկ մեր արտադրողները չեն կարողանում, որ պատվեր են տալիս, չեն կարողանում այնքան արտադրել։ Ասենք իրանց պատվերը կարող է մինիմում 1 միլիոն շիշ լինի, բայց այդ արտադրողը ասենք 50,000 է արտադրում։ Ու կան այդ հնարավորությունները եւ զարգացնում ենք իդեպ մոտ օրերս բանա Երևանում մեծ գինու բանա լինելու, միջոցառում լինելու շատ հետաքրքիր աշխարհից բոլոր գինեգործները գալու են գինիներ փորձեն։ Ես իհարկե չեմ խրախուսում խմելը, բայց լավ հետաքրքիր բան է լինելու։ Շատ լավ, քանի որ մեր ժամանակը սպառվում է, վերջին հարցի համար Մարիամ Մարգարյան։ Բարև ձեզ, ես Մարիամ Մարգարյանն եմ, սովորում եմ Արարատի համար 5 միջնակարգ դպրոցում։ Պարոն Թորոսյան, ինչպես նշեցինք, պետությունը այժմ իրականացնում է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման աջակցության ծրագրեր, մասնավորապես 16 միլիոն դրամի սուբսիդավորման քվոտաները, սակայն Արարատի մարզում գտնվող Արմաշ գյուղը, որը դեռ 90-ականներից կրում է պատերազմի ծանր հետևանքները, այդ թվում նաև թիրախավորում Նախիջևանի կողմից հաճախակի չի օգտվում տվյալ արտոնությունից։ Հարցս հետևյալն է, ինչու Արարատի մարզում գտնվող Արմաշ գյուղը չկա սահմանամերձ բնակավայրում տների աջակցության այդ ծրագրից չի օգտվում, չկա ցանկում։ Շատ པարզ պատճառով, թեև դուք այդ ամեն ինչը ասացիք, բայց մեր ծրագիրը ոնց է ստեղծվել, հա, ի սկզբանե։ Կա կառավարության որոշում, շատ վաղուց, որի մեջ թվարկված է այն բնակավայրի ցանկը, որոնք համարվում են սահմանամերձ եւ Արմաշը չի եղել իրանց մեջ։ Ի սկզբանե, թեև այդ ձեր ասած բաները եղել է, բայց շատ այլ գյուղեր էլ չեն եղել։ Եվ ոնց է սահմանամերձ որոշվել, որ ինքը պետքա ունենա արտաքին սահման գյուղը, այսինքն գյուղի սահմանը պետքա կպած լինի Ադրբեջանին։ Հիմա նույն Տավուշի մարզում բազմաթիվ գյուղեր կան, որ էլի այդ ձեր ասացի պես կարող է իրանց վրա արկ ընկած լինի պատերազմի ժամանակ, բայց իրանց եւ Ադրբեջանի միջև եղել է ուրիշ գյուղ։ Հիմա այդ առաջի գյուղը կա սահմանամերձների ցուցակում, երկրորդ գյուղը չկա։ Եվ այդ որոշումը, որը շատ շուտ ժամանակին ընդունված է եղել սահմանամերձ, եւ ես համարում եմ, որ ինքը իրոք հնացած է պետքա փոխել, բայց որպեսզի հասկանանք ինչու։ Ինքը ոչ միայն այս ծրագրի համար ա եղել, ինքը եղել է շատ այլ ծրագրեր, այնտեղ եղել է շահութարկի արտոնություն, այլ արտոնություններ են եղել, գույքահարկի արտոնություններ են եղել այդ գյուղերի համար եւ պարզապես որպեսզի հեշտ լինի եւ կառավարությունը տենց երկու տարբեր ոնց որ սահմանամերձ սահմանող որոշումներ չունենա, հիմքա վերցրել այն նախորդ որոշման մեջ եղած բոլոր գյուղերը եւ ասել է, այս բոլոր գյուղերում կարաք այս ծրագիր անեք։ Դրա համար շատ գյուղեր արանքից դուրս են եկել։ Մենք հիմա դպրոցաշինական կոմպոնենտով շատ այլ գյուղեր են ավելացրել, որոնք սահմանամերձ չեն ընդհանրապես, բայց Արմաշը այնուամենայնիվ դրանց մեջ չկա։ Շնորհակալություն։ Շատ լավ, ճիշտ է ժամանակը շատ ցուղ էր, բայց ես առաջարկում եմ, եթե հնարավորություն ունեք ժամանակային առումով, ովքեր չկարողացան հարցեր ուղղել, հանդիպումից հետո մոտենան եւ այդ հարցերը ուղղեն։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք, որ այստեղ է գտնում հատկապես այս նախընտրական քարոզարշավի թողբոհում եւ նաեւ կցանկանայի, որ կիսվեք ձեր տպավորություններով հանդիպման մասով, ինչպես կգնահատեք լսարանից հնչած հարցերը, ընդհանուր ձևաչափը եւ այլն եւ այլն։ Շնորհակալ եմ շատ այս հնարավորության համար, ուրախ եմ, որ ստացվեց այս երկխոսությունը, շատ տպավորված եմ, թե հարցերի շրջանակով, այսինքն տնտեսականից, սոցիալականից, մինչև արտաքին քաղաքական, անվտանգային, քաղաքական, զուտ քաղաքական ու նախ շնորհակալ եմ, որ մեջբերումներ եք անում ինձնից, այդ նշանակում է լավ եք պատրաստվել հանդիպմանը, տենց փորձել եք բաներ գտնել, որոնցով կարաք ինձ եւ բոլոր բանախոսներին նեղը գցել, դա ճիշտ է, պետքա միշտ տենց անել, պետքա ոնց որ օրինակ դասին եք լավ պատրաստվում, ասենց բաներին էլ է պետք լավ պատրաստել, ուրախ եմ, որ կա նման ֆորմատ եւ իրար մեջ շփվելու եւ տարբեր հասարակական քաղաքական գործիչների հետ շփվելու, որովհետեւ ապագան դուք եք վաղստեղ նստելու, պատասխանեք այլ ուսանողների, որոնք կգան 10-20 տարի հետո եւ շատ լավ է, որ դուք թրծվում եք, զարգանում եք, հարցեր եք տալ եւ ընդհանրապես ամենակարևոր բանը մարդու ամեն ինչ կասկածի տակ դնելն է։ Բառիս բուն իմաստով ամեն ինչ պետք է ամեն ինչ կասկածի տակ դնեք, որ այդ կասկածի տակ դնելով համոզվեք։ Ճիշտ է այդ ամեն ինչը, թե սխալ, շարունակեք նույն ոգով, խրախուսում եւ խնդրում եմ ձեզ, ընդհանրապես ուսանողության կամ երիտասարդության ըմբոստ լինելը
ընդհանրապես փոփոխությունների ամենամեծ գրավականն է որևէ երկրում ոլորտում, հա, ինչ են հիմնական, ասենք, հայտնագործությունները գիտության մեջ, տենց հիմնականում երիտասարդներն են անում, որտեղ իրանք ըմբոստ են, իրանք ուզում են ինչ-որ բան փոխեն։ Ու ես ձեզ խրախուսում եմ, որ դուք հենց այդպեսին էլ մնաք, որտեղ որ տեսնում եմ հենց այդպեսին էլ կաք։ Շնորհակալություն։